Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը, բարի երեկո պարոն Թաթոյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մինչ մեր զրույցին անցնելը ես ուզում եմ մեր հեռուստադիտողին այնուամենայնիվ մի զգուշացում անեմ, հարգելի հետևորդներ, պացիենտը, ինչպես ասում են, ներվայնանում է եւ այս օրերին մենք տեսնում ենք արդեն քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի որոշ հիստերիկ դրսևորումներ, ես չգիտեմ հատկապես ինչով է պայմանավորված, գուցե ինչ որ հարցումներ են ներկայացրել, սոցհարցումների պատկեր է տեսել, բայց խորհուրդ եմ տալիս հնարավորինս հեռու լինել, այսպես ասած, շարից փորձանքից հեռու, ես տեսնում եմ արդեն նոր կարդում էի դրսևորումներ, որոշ եւ շատ հետաքրքրեց քաղաքացի Արամ Արամյան, Facebook-յան օգտատեր, այդ հիստերիկ դրսևորումներից մեկի ժամանակ ասել էր Փաշինյանին, իսկ ով անձնեց Արցախը, իսկ ով կործանեց 5000 լույս կյանքեր, իսկ ով է միջազգային հարթակներում խեղճատակություններ անում, իսկ ով է Ալիևի դեմը գլուխը կաղկանգնում մի հատ էլ կոֆե առաջարկում, իսկ ով է Էրդողանի գիրքը կրծքին սեղմած ապուշ շփիտով նկարվում, ու դեռ շատ դեպքեր հետաքրքիր է։ Պարոն Թաթոյան, օրինակ, ինչպես դուք կզգայիք, եթե Բաքվի փողոցներում ձեր գովազդային պոստերը, այդ վահանակը կախված լիներ։ Տեսել եք, չէ՞, ադրբեջանցիներն են հրապարակել։ Գնայինք մեռնեինք, Տեկին Սերյանյան։ Ինչ պետք է զգանք այս պայմաններում, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխավորն է հանդիսանում, ինքը իր համար ուրախ երջանիկ դրա համար այստեղ ապահով ման է գալիս։ Ինչը մեռնելի քա ուղղակի էլի Ադրբեջան նկարը հայտնվում է որպես գովազդային վահանակ Ադրբեջանի Բաքվի փողոցներում։ Այդ դրանից հետո էլ ինչ ավել ոչ մի բան չես կարողանում ասել։ Խոսենք ժողովրդի մասին, հա, տեսակ ես կարդացի մի ընդհանրապես գրառում մարդու, այսինքն կոմենտեր գրել հետեւյալ դրսևորումներով, էլի։ Ես ուզում եմ հասկանալ, դուք եք նկատում, որ ինչ որ ներվային է դարձել ավելի, հա, նորից անցել են ժանրին, ասֆալտին փռեմ, չգիտեմ, էս անեմ, այն անեմ։ Դա ինչով է պայմանավորված։ Քաղաքացիների հետ տեսնում եմ ինչ որ հաթաթաներով է խոսում, սրան տարեք, սրան բերեք, սրան փակեք, սրան կալանավորեք, սրան չգիտեմ, լրացրեք։ Հա, ինչով է սա պայմանավորված։ Նայեք, նախ այստեղ երկու գլխավոր գործոն կառանձնացնեի։ Առաջինը, որ նրա համար քաղաքացին մարդը որևէ արժեք չունի։ Այսինքն նրա համար մարդը մենակ գործիք է իր իշխանությունը պահելու համար։ Եթե պետք է իր իշխանությունը պահելու համար մի օր մարդուն սենց կվերաբերվի, եթե տեսնի հանգարց վտանգ կա մարդուն ինչ ասես կանի այդ մարդու հետ, կվիրավորի էլ, հրաման կտա, որ չգիտեմ, կալանավորեն, ձերբակալեն, ամեն ինչ։ Եվ մյուսը պաթոլոգիկ ստախոսի համար, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է, եւ վախկոտ մարդու համար, այսպես հոգեբանական սինդրոմ է ամեն ինչը գցել ուրիշների վրա։ Նա հիմա ամեն ինչը փորձում է գցել մեր ժողովրդի վրա, մյուսի մեղադրել, նրան մեղադրել, այս մեկի, նախկինները, ռուսները, ամերիկացիները, արևմուտքը, մենակ մեղավոր չի ինքը ու Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչի, որովհետև իր անվտանգության երաշխավորն է։ Այդ որ նաև ասում են, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ազգային ժողովի նախագահ ունենք, որ ասում է, որ թքում է մարդկանց, որ քաղաքացի է դուսը տենում, թքում է մարդու վրա։ Այդ ազգային ժողովի նախագահը ասում է, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ինձ թվում է, իրանք, ոչ թե թվում է, հաստատ ես որ լսեցի, այդպես էլ հասկացա մի անգամից, որ իրականում իրենք իրենց անձամբ նկատի ունեն։ Այդ վերնախավը մի քանի ընտանիք նաև հատկապես այսպես ասեմ, նրանք ավելի շատ նկատի ունեն իրենց, որ իրենց անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, բայց ես ասեմ, որ օրինակ երբ մենք իշխանության եկանք, իրենց անվտանգությունը ապահովելու ենք բնականաբար, եւ իրենք թող չվախենան Ադրբեջանի պաշտպանության ներքո չգնան, ամոթ է, ի վերջո հայ ենք, այստեղ ենք եւ Հայաստանի քաղաքացիներ են, որ են մի անգամից գնում տես դիրքավորում իրանց։ Պարոն Թաթոյան, ես ուզում եմ հասկանալ, դուք արդեն ահագին հանդիպումներ եք ունեցել մարզերում եւ Երևանում։ Քաղաքացիները դա զգում են, սա եմ ուզում հասկանալ։ Ես իհարկե մեկ-մեկ լսում եմ քաղաքացիների խոսքեր, հա, այդ լրագրողների հետ զրույցներում, ապշում եմ, ինչ բարձր գիտակցություն ունեն։ Ապշում եմ։ Նայեք, մեր քաղաքացիները իրականում շատ լավ հասկանում են, որ մենք գործ ունենք Խաբեբայի հետ, պաթոլոգիկ, ստախոս, վախկոտ մարդ,
որ միայն մտածում է պաշտոնի մասին։ Սա մեր ժողովուրդը շատ լավ զգում է եւ այո, ճիշտ եք ասում, մեր ժողովուրդը շատ իմաստուն ժողովուրդ է։ Եվ նաեւ այսօր ինքը հենց է անում Նիկոլ Փաշինյանը, որ զզվի իշխանություն առասարակ, որ ժողովուրդը զզվի, տեսնում ինչ բարեր են ասում, ժողովուրդը զզվի այս իրավիճակից չգնա ընտրության, ընտրությունից հեռու են, ամեն ինչ անում են, որ մարդկանց հեռու պահեն ընտրություններից, որովհետեւ նախ ահա որ վախենում են մարդկանցից, չէ՞։ 2018-ին ինչ էր ասում, խոնարհվում եմ, սիրում եմ ձեզ եւ այլն, հիմա սարսափելի վախենում են մարդկանցից։ Ամեն քաղաքացի նրանց համար սարսափելի վախ է։ Դրա համար նաև տարածում են խոսակցություններ, բամբասանքներ, որ ամեն ինչ որոշված է, ոչ մի բան մեկը չի փոխվելու, ամեն ինչ լուծված է։ Ո՞վ է որոշել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, Ալիևը, Էրդողանը, Եմեն, ով է որոշել։ Այսօր տեսեք, Սաթիկ, նենց է ստացվել, մենք փաստերով ենք, չէ՞, ամեն ինչ խոսում։ Մենք օրինակ, ես միշտ խոսում եմ փաստերով, երբեք հենց այնպես չեմ խոսում։ Ուրեմն մենք ուսումնասիրություններ ենք արել Ադրբեջանում հիմա պետական ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվում, որ պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն վերընտրվեն։ Ես էլ եմ լսել, տեսել։ Ես չեմ լսել, ես կոնկրետ ոչ թե լսել, այլ կոնկրետ ապացույցներով ես դրանք փաստաթղթավորել ենք եւ հիմա նաեւ քանի որ հայտարարել է եւ հանդիպում էլ ունեցա Եվրամիության դեսպանի հետ, ուղարկելու եմ նորից էլի նրանց, որ այդ մոնիտորինգը շարունակեն։ Կոնկրետ ասում են, որ պետք է վերընտրվի ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը, որովհետև դա նրանց ռազմավարական Ադրբեջանի ռազմավարական շահերից է բխում։ Մասնավորապես ՊՆ-ի, Ադրբեջանի ՊՆ-ի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ենթակայությամբ լրատվամիջոցներ կան, որոնք պետական քարոզչություն այդպես են անում եւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ու գիտեք ինչ են ասում են, այ տեսեք, հենց պետք է անենք, որ ցույց տանք պատերազմ է լինելու։ Մեր սահմանադրությամբ Հայաստանի տարածքները պետք է ճանաչենք որպես Ադրբեջանի մաս, որ հայերը իմանան, որ հանգարց Նիկոլ Փաշինյանը չընտրվի, այսպես է լինելու։ Գիտեք, սա ես օրինակ սա անվանում եմ 10-ով շիկություն, այսինքն դու 10-ով շիկ ինչ է, չէ՞, ես ինչ եմ սկսել այդ բառը օգտագործել, դա իմ բառապաշարը չի։ Բայց ես այդ բառը օգտագործում եմ, որ իրական էությունը արտահայտեն։ Գիտեք, ամերիկյան հայտնի բառ կա, water boy է կոչվում, այսինքն դա որն է, որ երբ որ սպորտի ժամանակ տարբեր թիմեր խաղում են, դե ջուր բերողներ կան, վազի թռի ես բեր, թռի ես ջուրը բեր, մի հատ գնա, մի հատ գնա, չգիտեմ, այս մի քարը ստեղից գցի, մաքրի, ավլի եւ այլն։ Այ նրանք այս վիճակն են ստանձնել, բայց այդ նույն այդ ջուր բերող, գնա թռի, գնա գա վազող, նրանք իրաց լավ են զգում, որտեղ ուսին դմբացնում են, վայ ասում են ապրես դու, ես ինչ լավն ես, բայց իրականում շահագործում են իրենց շահերի համար։ Այ հիմա Նիկոլ Փաշինյանը լրիվ այդ դերում է հայտնվել։ Տեսեք, մենք այսպիսի ղեկավար հազարամյակների պատմության մեջ մեր հայ ժողովրդի այսպիսի ամոթալի վիճակ, սա աննկարագրելի վիճակ է, որովհետև տեսեք հələ հետևանքները, մենք մեր հազարավոր տարիների պատմության ժամանակ առաջին անգամ է, որ Արցախում հայ չի ապրում։ Մեր հազարավոր տարիների պատմության առաջին անգամ է, որ պաթոլոգիկ ստախոս լինելով ժողովրդի վրա այս աստիճան մեղքը գցելով մեր բոլոր ազգային խնդիրները հանել է միջազգային օրակարգերից, սկսած ներխուժումներից, ադրբեջանական զինված ուժերի դուրս գալուց, գերիներ, անհայտ կորածների մեր ընտանիքներ եւ այլն։ Ու տեսեք հələ շարունակում է ու այն աստիճան է դարձել, օրինակ Ադրբեջանը ինչ ասի, ինքը ասում է հական է։ Ինչի, որովհետեւ ոչ միայն շանտաժի մեջ է մեզ պահում մեր ժողովուրդը, ինչ ասում է, ես չլինեմ պատերազմ, բան, այսինքն դու ինչքան ես ձախողել անվտանգության համակարգը մեր, որ դու սպառնում ես մեզ պատերազմով, այսինքն դրսից մեր վրա տղա ես բերում մեր վրա, մարդ ես բերում մեր վրա, Ադրբեջանին բերես սարքել ես ներքին ընտրություններում գործոն, այսինքն դու դրսից մարդ ես բերում մեր վրա քո շահերի պաշտպանության համար, այս ստացվում ասենք դե դրա համար մենք հայ ժողովրդով պետքա մեր ժողովուրդը խոսքը ասի եւ քվեով այս առաջիկա պատմական նշանակության ընտրությունների որոշում կայացնենք ու տեսեք Ադրբեջանի պահանջների կատարման ասում է պիտի սահմանադրությունը փոխեք սա ստեղից ասում է հայ աղավ խնդիր չկա կփոխենք ասում է այնտեղից օրինակ եթե ասի մի հատ հələ թռի պետք է ասի քանի մետր թռնեմ մի մետր թռնեմ 1.5 մետր ինչքան ուզես այդքան կթռնեմ մենակ դու ինձ ասա ինչ պետք է անեմ ինձ միայն այստեղ անվտանգ ու ապահով պահի ես կարողանամ վերընտրվեմ իշխանության լինեմ
Սա է։ Հա, բայց օրինակ Ալիևը չասաց, որ Հայաստանը չպետք է այդտեղ բանակ ունենա, սպառազինություն, ինչի համար է ձեռք բերում, էս պիտի աչոտ տա։ Եվ հետևանքը ինչ եղավ։ Նվազեցրեց, չէ՞, բյուջեն։ Այո, դա էլ Պաշտպանական ծախսերը բյուջեն։ ինքը հետևողական իրականացնում է դա։ Տեսեք, մենք այսպիսի ղեկավար, ես չեմ պատկերացնում որևէ երկիր ունենա, որ ժողովուրդ այսպիսի ղեկավար ունենա, կամ այսպիսի մարդ ղեկավար լինի երկրի։ Պաշտպանության նախարարության բյուջեն գնալով կրճատվում է, այո, օրինակ 2025 թվականին մեր բյուջեն եղել է 1.7 միլիարդ դրամ։ 2026-ին 250 միլիոն դոլարով դոլարներով իջեցրել են, հիմա արդեն կազմում է 1.45 ԱՄՆ դոլար։ Ադրբեջանի բյուջեն 2020-ին կազմել է 2.2 միլիարդ ԱՄՆ դոլար, 2026-ին 5.2 միլիարդ ԱՄՆ դոլար, այսինքն տեսեք ինչ շեշտակի աճ է եղել, էլի, իսկ այս պայմաններում, այո, ամբողջը դրանում է գնալ, իջեցնել, այս պաշտպանական ծախսերով նաև նոր պահանջները, որովհետև Ադրբեջանի պահանջներից է ապառազմականացումը Հայաստանի Հանրապետության, իսկ մենք իրականում տեսեք այս ամենի լուծումները կան, ես ասեմ ձեզ, նրանք անընդհատ մեր քաղաքացիներին ցույց են տալիս, որ այլ լուծում չկա։ Սա է, վերջ։ Ուրիշ ելք չունենք, ինչ պետք է անենք։ Օրինակ լինում են դեպքեր ոչ թե քաղաքացիները, այլ սովորական մարդիկ, այլ նրանց քարոզիչները, սա շատ ակնհայտ է, անընդհատ մարդկանց մեջ տարածում են, որ դե ինչ անենք, ոնց բանակը զարգացնենք։ Բա Ադրբեջանը կտեսնի ինչ կանի, թույլ կտա, որ Ադրբեջանը մեր բանակը զարգացնենք։ Ուրիշ պետություններ, ուրիշ երկրներ կտեսնենք, ասեն, այսրանք խաղաղություն չեն ուզում։ Հələ դու տեսեք ուր է հասել։ Պետություն, որ Ադրբեջանը ուզում է քեզ ոչնչացնի, քո երկիրը զավթելու ծրագիր է մշակել, ասում է այդ ամբողջ իմ հայրենիքն է։ Դու քոչվոր ցեղեր եք ասում, է ամբողջը պետք է տակում ես, դու ասում ես, հələ տես Ադրբեջանը բա թույլ կտա, գնա ինչ կասի, մենք եթե սկսենք բանակը զարգացնել։ Բա ուրիշ ձև մեր երկրի անվտանգությունը պետք է զարգացնել։ Այն երկրները ասում խաղաղություն կտենանք, ասեն չեն ուզում։ Հայ քեզ բան, այսինքն ինչ որ մեկը ինձ կարողանա ասել, ես իմ բանակը զարգացնում եմ, որ ինքս ինձ պաշտպանեմ։ Ու մի հատ էլ որ ով ուզենա հարձակվի մի վրա, մի հատ էլ տանք աշկա հանենք, այո։ Ու ինձ պետք է կանգնեն ասեն դու խաղաղություն չես ուզում, այ այդ ամեն ինչի գերին է մեզ դարձնում, տեսեք, Ռուսաստանն է մեղավոր, Ամերիկան է, այդտեղ գնանք, այս շահերը, նրա շահերը եւ տակը ամբողջությամբ կորել է մեր ազգային շահերը, դրա սա պատճառն է նաեւ այն, որ ունենք բացառապես պաշտոնի իշխանության մասին մտածող մարդիկ, ովքեր որևէ արժանիք չունեն ընդհանրապես նրանց մեջ։ Հո ես պատասխանատու չեմ ձեր աղքատության համար, ժողովրդին ասեց, հիշում եք։ Ասեց, հո ես չեմ պատասխանատուն, աղքատությունը գլխներու մտա։ Ահա, բայց փոխարենը ինչա տեղի ունենում, վերցնենք առանձնատների ծախսերը, ամենաակնհայտով շեշտակի աճ, այնտեղ քանի ընտանիք կառավարական առանձնատները 4 ընտանիք է կարծեմ ապրում։ Մենք այդ 4 ընտանիքի համար մեր գրպանից բոլորս հարկերից վճարում ենք 2025 թվականի բյուջեով հատկացումը 621 միլիոն դրամ։ 621 միլիոն դրամ։ Ընդ որում ամեն տարի պրոգրեսիայով աճում է։ Եվ ինքը ակնհայտ ցույց է տալիս, որ պետության հաշվին իր անձնական կարիքները բարելավում է, իր կյանքն է լավացնում, պայմանները 2024 թվականին քանի միլիոն է անում 2024 թվականին հիշում ենք օրական քանի միլիոնի ծախս ենք անում այսինքն մենք վճարում ենք որ իրանք օրական մի քանի միլիոնով ընդ որում կներեք իմ տեղեկություններով Փաշինյանը այնտեղ երկու ամառանոց է երկու դաչա է զբաղացնում ինչ որ մեկընդեղ է քնում 2024 թվականին ես լավ հիշում եմ այդ նիստը կառավարության նիստի ժամանակ հիշում եք որ դժգոհ հետ ասես ցուրտ է պլիտա ենք միացնում դրանից հետո 18 միլիոն դրամով ավելացել է կառավարության առանձնատների բյուջեն, այսինքն ընդ որում գաղտնագրել են, ամեն ինչը գաղտնի է, դու չես կարող իմանալ ինչ է այդտեղ, եւ իրանք են գաղտնագրել, երբեք այսպես չի եղել, եւ ստացվում է ինչ, այնտեղի աշխատողները, չգիտեմ, սկսած իրանց պահելուց, հաց ուտելուց, քայլելուց, բա այդքան էլ քեզ պարգևավճար ես ինքդ քեզ տալիս, բարձր աշխատավարձ, ինչ ես ասում, հետ ես գցում 18 միլիոն դրամով ավելացրեցին ծախսերը 24-ից 25-ի համեմատ 18-ով ավելացել է իսկ դրանից առաջ էլ ավել է անընդհատ ավելացնում է սա ինչ է նշանակում այև եկեք այսպեսի մի հատ բան էլ նայենք իսկ մեր թոշակառուներին 10000 դրամ բարձրացրեցին այն էլ որպես նախընտրական քարոզչություն ամեն օր երեսով են տալի ամեն օր երեսով են տարի որպես ողորմություն են նայում դրան հələ տեսեք իրանցը ինչա շեշտակի աճելը միլիոնավոր դոլարների
բարձրախավը, այն ամենաբարձրաստիճանները, որոնք կյանքում ասենք առաջին անգամ եկել դպրոցը ավարտել, համալսարանը ավարտել, ամենահիշարժան մասը իրանց կենսագրության միանգամից դարձել են փոխնախարար։ Տարիներ հետո կամ պատգամավոր, չգիտեմ, լինելով ընդհանրապես կապ չունելով այդ կապ չունեցող պետական ապարատի հետ աշխատանք։ Մեկը կոմունալի վարորդ ա եղել, այսինքն ես այդ մասնագիտության տեր մարդկանց չեմ վիրավորում, բայց այս մարդիկ եկել են դարել են միանգամից իմ ու ձեր մյուսների երեխաների ճակատագրի վերաբերյալ որոշումներ ես կասում Տիկին Սերյանյան, հələ դուք հələ մի հատ մտածենք էլի, ես օրինակ երբ մտածում եմ ով է իմ ընկերոջ, բարեկամի, հայրենակցի, մյուսների վերաբերյալ ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնում։ Խելագարվելու բան է, մարդիկ ովքեր կյանքում ոչ մի բանի չեն ասել, դրա համար այս բարձրաստիճան խավը պետք է այս որպես կյանքում պատմության մեջ վատագույն օրինակ, սրանք պետք է ընդհանրապես այլևս չթույլատրվի, որ նման մարդիկ բարձր պաշտոններ զբաղեցնեն։ Նրանց պատճառով է, որ տեսեք ամբողջ պետական ապարատի վրա ստվերվում է։ Ես ասեմ, ես երկար ժամանակ աշխատել եմ պետական համակարգում, տարբեր բնակավարներում դատաիրավական համակարգ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել, մենք այնքան շատ ազնիվ լավ պաշտոնյաներ ունենք, լավ մարդիկ, լավ ընտանիքներ, հիմա էլ լավ ընտանիքներ, մասնագետներ, այո, եւ ասեմ դες նրանց սրանց պատճառով ստվերվում է նաեւ նրանք ոչ միայն աշխատավարձերի առումով, տեսեք նրանց ինչ թվերը աշխատավարձերի համեմատում ես, շեշտակի տարբերություն է, նրանք թվեր են ստանում գնա գալիս են, այս մեր ներքևի միջին օղակի դրանից ցածր աշխատողները ավելի փոքր աշխատավարձեր են, պարգևավճարներ են տալիս, որոնք իրականում պետք է պահպանվեն, դրանք մենք պետք է փոխենք մեխանիզմը, դրանք ինտեգրվեն հիմնական աշխատավարձի մաս դառնան, էլի որոշ խրախուսումներ, բայց պաշտոնյան պետք է ունենա կայուն աշխատավարձ։ Իսկ այս մարդիկ ոչ միայն այդ անարդարությունն է պետական մարմինների վրա տարածվում, այլ նաև պատվի թասիբի հարցը։ Մենք այնքան թասիբով մարդիկ ունեն, պատվով, որ աշխատում են այդ պետական մարմիններում։ Նրանք էլ են սրանց պատճառով չէ, ստվերվում է ամբողջը։ Ընդ որում ասում եմ, նրանց ուսերին է կառավարությունը, որտեղ սրանք փյարվում են, իրական աշխատողները այդ մասնագետներն են։ Ու ես ձեզ ուզում եմ ասել, որ օրինակ մենք ես հատկապես իմանալով ինչպես է աշխատում պետական համակարգը, ինչ կանոններով, ինչպես պետք է գնահատել այդ մարդկանց, ես ասեմ ձեզ, մենք իշխանությունը փոխվելուց հետո մեր իշխանության ժամանակ օրինակ ես ամեն ինչ անելու եմ, որ այդ պետական պրոֆեսիոնալները մնան աշխատանքի, նրանք պետք է պաշտպանված լինեն։ Ու առասարակ պետական ապարատի նկատմամբ, գիտեք նրանց վերաբերում, ասես մի սպეციფიկ բաներ ասեմ, նայեք, ասենք ազնիվ պաշտոնյա է, աշխատում է պետության համար, անում է իր գործը եւ այլն։ Ցանկացած իրավիճակում, որ հանկարծ անկախ նրանից, չէ, այդ պաշտոնյան, ասենք, ամբողջ կյանքը նվիրել է պետությանը։ Եթե մի պահ իրանց քաղաքական շահի հետ չհամընկավ, օրինակ ասենք, ինչ-որ հակառակ բան եղավ եւ այլն, միանգամից կազատվեն դրանից։ Ու տենց էլ անում են պաշտոնյաները, նաեւ նրանք պետքա իրենք էլ ինստմա գիտակցում են, որ սրանց ժամանակ իրենք պաշտպանված չեն, որովհետեւ ինչքան դու ուզում ես աշխատի, հանկարծ մի հատ իրանց քաղաքական պաշտոնին վնասեց, մի բան հանգարց, վերջ, մի անգամից ազատվում են։ Նրանք նաև մարդկանց են այդպես վերաբերում։ Այսօր գնում են մարզեր, չէ, շատ հանդիպումներ են ունենում Երևանում, մարզերում, մյուս տեղերում։ Ակնհայտ է, թե այսօրվա կառավարությունը մարդկանց վերաբերում է որպես գործիք։ Նու կառավարությունը, ասենք, Նիկոլ Փաշինյանին անձամբ նրա գլխավորությամբ եւ բարձրաստիճան այդ խավը ԿՊ-ի վերաբերում է որպես գործիք, ոչ թե որպես մարդ, որին պետքա կյանքը դու լավացնես, այլ որպես գործիք, այսինքն դու եղա արի իմ պաշտոնի համար աշխատող, իմ քաղաքական շահի համար, իմ իշխանության համար աշխատող ես, այս պահին քո համար ամեն ինչ կանեմ։ Ու հանգարց բայց փորձեցի շեղվես, հայացքներդ ուրիշ լինի եւ այլն, կամ ինչ որ ցույց տաս նամուս թասիբ, հայկականություն էսեն, միանգամից կազատվեն եւ ամենավերջին ռեպրեսիաներին կենթարկեն։ Իդեպ մի դեպքի մասին էի լսել, ԿՊ-ական փոխնախարարներից մեկի մասին էին պատմում, ասում են հայրը տղայի փոխնախարարի խիստ հսկողության տակ է առել այն բոլոր թղթերը, որը ստորագրում է իր որդին։ Հայրը ժամանակին պետական պաշտոն է զբաղեցրել, իրավաբանական կրթություն ունի եւ ասել է հանկարծ չստորագրես սրանց տված ամեն բան, որովհետեւ իրենք չեն ուզում ստորագրեն, տակի շերտերին աշխատակիցներին, փոխնախարար վարչության պետներ, մասնագետներ տալիս են ստորագրելու, որովհետեւ իրենք գիտեն, իրենք հանցագործություն են անում։
այդ ամեն ինչը եկեք բանակի վրա պրոյեկտենք։ Օրինակ այսօրվա քրեական գործերը, որ մեր բանակի զինվորականների նկատմամբ հարուցվում են, չէ՞, քրեական վարույթները, հետապնդումները, կալանավորումները եւ այլն։ Դրանք ոչ թե իրական հանցագործություն բացահայտելուն են ուղղված, այլ խոսքս 44 օրյա պատերազմին է վերաբերում, որ նրանք սկսեցին 20 թվականից հետո, չէ՞, կալանավորումներ։ Դրանք այդ գործերը ունեին ամբողջությամբ քաղաքական բնույթ։ Իհարկե այնտեղ կային, ես չեմ ասում մեղավոր, ասենք չեն եղել զինվորականներ, եղել են կային, բայց գլխավոր ուղղությունը եւ գլխավոր մոտիվացիան այս իշխանության իրենց վրայից մաքրելն էր։ Այսինքն նրանք քրեական գործերով մաքրում էին իրենց վրայից այն հանցանքները, այն արարքները, որի մեջ իրենք են մեղավոր պոտենցիալ լինելու։ Իրենք դա զգում են, չէ՞։ Իրենք հասկանում են հիմա, որ վերջո պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խոսքի նման ասած, շամպես զգում են, չէ՞, այդ հոտառությունը, որ եթե հանկարծ օրինակ իշխանություն փոխվի իրենց մտածողությամբ, ապա միանգամից այդ քրեական գործերը պետք է քննվեն, որովհետև դա իրավունքի գերակայությունն է, այնպես չի ինչ որ քաղաքական իշխանության հրահանգով է դա չի կարելի որ առասարակ լինի քաղաքական իշխանության հրահանգով, բայց այդ այսօր է, որ իրանց հրահանգով է, բայց իրավունքի եւ օրենքի գերակայությունը պահանջում է, որ քննվեն միջև վերջ գնան։ Իսկ իրենք ինչ են անում, մաքրում են, դնելով մեղքը, ինչքան կարող են ամեն մեկի վրա։ Եթե զինվորականներն են, հարց չկա զինվորականները, չգիտեմ, այնտեղ հաշվապահներն են, հաշվապահները, տաքսիստներն են, տաքսիստները։ Դա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, խմբագիր եղած ժամանակ, ինքը փուրն էր տալիս ցանկացած լրագրողի, գցում էր նրա վրա եւ այլն, գնացեք ցուցմունք տվեք, գնացեք հետ վերցրեք, հետո գործարքի մեջ էր մտնում, շանտաժեր անում, փողեր վերցնում, գնացեք էս արեք, գնացեք այն, նույն ձեռագիրն է պարոն Թաթոյան։ Պարոն Թաթոյան, Ալիևի հայտարարություններին եմ ուզում անդրադառնալ, հա։ Հերթական անգամ նա չի խոսում, Ալիևը, հա, ինչ ատելության քարոզ շարունակում են, ես դեռ չանդրադառնամ իրենց խոսող գլուխներին։ Վերջինը, ասենք, հայատյացության այդ ելույթը ուղղակի ապշեցնող էր։ Նախ սկսենք նրանից, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ալիևը ելույթ է ունենում եւ սեպարատիստ անվանում բոլորիս, հայ ժողովրդին, եւ դրանի պատասխան Փաշինյանը ասում է, ես երազում եմ գալ Բաքու։ Եվ հաջորդը Ալիևը հայտարարում է, մեջբերեմ հարգելի հետևորդներ, այս այն խաղաղություն, որում հետ ուզում ենք ընկնել, այդ Ալիևն է։ Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, այսինքն նա մեզ թշնամի է համարում։ Ինչու ճիշտ է, մենք ինքն էլ մեր թշնամին է։ Հաջորդը ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները թերևս պետք է ուսումնասիրվեն հոգեբույժների, հոգեբանների եւ բժիշկների կողմից, քանի դեռ հայ հասարակության քաղաքական ուժերը շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ, մենք պետք է զգոն մնանք։ Այսինքն ամբողջ մի ժողովրդի հոգեկան հիվանդ է անվանում, հա, Ալիևը ու սրա հետ ենք մենք ուզում խաղաղություն կնքենք։ Այս բլեֆը պետքա բացատրվի ամբողջովին, հա, որ հասկանալի լինի ժողովրդի համար։ Նախ Նիկոլ Փաշինյանի այդ եվրոպական գագաթնաժողովին, որը իրականում կարևոր գագաթնաժողով էր, պետք է ասեմ, կարևոր միջոցառումներ էին, այլ բանա, որ մենք դրանցից մեծ հաշվով ոչինչ չստացանք, մենակ ժպիտներ, թանկ միջոցառումներ, գեղեցիկ պատկերներ, արտակնապես ու վերջ։ Ես հստակ ցույց եմ տվել կետերով, թե միլիարդներ կարող են մենք չէ, բայց մենք ոչինչ չստացանք, եկեք պետք է հասկանալ մի բան, որ դու անում ես, դու պետք է հասկանաս ինչ քո երկիրը օգուտ ունի։ Վիզաների ազատականացման հետ կապված կոնկրետ ոչ մի բան, անվտանգության հետ կապված կոնկրետ ոչ մի բան, ներդրումների հետ կապված կոնկրետ ոչ մի բան չունենք, առևտրի հետ կապված նույնպես, արցախցիների իրավունքների հետ կապված նույնպես, չգիտեմ, մյուս հարցերով նույնպես մենք կոնկրետ օգուտներ այդ միջոցառումից նորից էլի ընդհանուր հայտարարություններ։ Իսկ այդ ինչ վերաբերում է Ալիևին, ես երբ նայում էի այդ հատվածը, ինձ հիշեցրեց նրա պահվածքը, Նիկոլ Փաշինյանի պահվածքը, ոնց որ անկյունում կուչեկած մի երեխա, որին հանդիմանում է Ալիևը, այն էլ չգիտի ինչ անի, sense երջանկությունից ասում է, ինձ էլ դե խնդրում եմ կհրավիրես, երազում եմ, երբ կհրավիրես Բաքու, երբ կամ։ Հասկանում եք, ես նայում ես ասում ես, ինչա քո վիճակը, այ մարդ, դու ով ես ընդհանրապես, դու ում համար ես աշխատում ընդհանրապես, դու քո անձնական շահի հետ մոլուցքով այնքան ես տարված այդ Ալիևա
մոլությամբ այնքան ես դու տարված, իսկ ի՞նչ ես գոնե նվաստացնում ես ամբողջ ժողովրդի, դու ի՞նչ իրավունք ունես նման վախենում է Ալիևը կոմպրոմատներ հանի իր հետ կապված։ Շանտաժ է անում նաև։ Հիմա Արցախին այդ ելույթը Ալիևի ինքը ամբողջական ատելության ելույթ էր մեր նորից հայ ժողովրդի ոչ միայն եւ ոչ այնքան Արցախի այստեղ, այլ ամբողջ հայ ժողովրդի հայկական ինքնության, բայց իհարկե շեշտը Արցախի էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուղերձով տվեց իր պատասխանը, ասում է Արցախը ճակատագրական սխալ էր։ Հորսես նայում ես, ասում է բանը երբ է եղել մեր Արցախը։ Euronews-ը անգլալեզու, որը պրո-թուրքական, այսինքն թուրքական, ադրբեջանական, այդ թվում Օրբանի հետ կապ ունեցող մեդիա է, հա, միանգամից հրապարակել էր։ Գլխագրերում դրել էին Արցախը երբ է եղել մերը հայկական։ Սա դիքնայք, նախ այստեղ մի շատ կարևոր բան կա, մենք հիմա դրան կանդրադառնանք, այս աշխարհի արձագանքը սրանք էլ որ անընդհատ վերցնում սես տիրաժավորում են, չէ։ Նախ Արցախի հետ կապված մի հստակ բան եմ ուզում ընդգծել։ Արցախը Արցախյան շարժումը ինչի մասին էր։ Սա շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը նաև հասկանա եւ հանկարծ չտրվեն սրանց մանիպուլյացիաներին, այս իշխանությունների։ Արցախյան շարժումը 1988 թվականին այն մասին էր, որ մեր ժողովուրդը որոշեց, որ այլևս իր հետ չպետք է տեղի ունենա այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Ու մեր ժողովուրդը ոտքի կանգնեց եւ դրա համար առաջին պատերազմում երբ մենք հաղթեցինք 90-ականներին մեր ժողովուրդը ապահովեց այդ խնդիրը եւ ցեղասպանություն տեղի չունեցավ։ Հակառակը մենք հաղթեցինք եւ պաշտպանված էր մեր ժողովուրդը ինքնորոշման իրավունքներ իրացնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նրա վարչապետության ժամանակ 2020 թվականին մենք պարտվեցինք երկրորդ արդեն պատերազմի ժամանակ 44 օրյա պատերազմին եւ ինչ տեղի ունեցավ երկրորդ ցեղասպանությունը, բայց սա նաեւ էտի չի։ Եկեք հələ մի հատ նրա խոսքերը նայենք Արցախի հետ կապված։ Տեսեք հələ ոնց է ուրանում ամբողջը, որտեվ նրա համար այս արժեքները կարևոր չեն։ Ինձ համար ես ամբողջ կյանքս օրինակ ինչ հիշում եմ, միշտ զբաղվել եմ արցախցիների մեր իրավունքներով, Արցախի հարցերը առաջ տանելով ամբողջ աշխարհում, որովհետև ինձ համար դա արժեք է։ Իմ համար Արցախը իմ հայրենիքն է։ Արցախը իմ ինքնության անբաժան մասն է, իմ հայկական ինքնության անբաժան մասն է։ Ես այդ մտքով եմ, ու եթե որոշ քաղաքական ուժեր ընդհանրապես վերաբերվում են այս հարցին որպես քաղաքական տակտիկայի հարց արցախցիների իմ մոտ, սա համոզմունք է։ Սա իմ մեջ նստած է, ես համոզված եմ, որ օրինակ արցախցիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում պետք է լինի բարձր մակարդակի, չպետք է լինի ոչ մի խտրականություն, ոչ մի տարբերություն։ Մենք բոլորս միասին ապրում ենք մեկ հասարակությունում, մենք մի ժողովուրդ ենք, նույն միսու արյունն է, այսինքն մենք պետք է այսպես նայենք, կամ օրինակ արցախցիների վերադարձ, չէ՞։ Սա իմ մեջ համոզմունք է, որ ես սա պետք է անեմ, որովհետև սա Հայաստանի նաև շահերի պաշտպանության համար է։ Սա իմ հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար է։ Սա ի վերջո արդարության համար է։ Դու խոսում ես արդարությունից 2018 թվին, որ իշխանության էին գալիս, ամեն օր արդարությունից էր խոսում։ Մեր ժողովուրդը շատերը 18 թվականին որ դուրս էին եկել, չէ, հենց արդարության, հանուն արդարության այդ խնդիրները այդքան կուտակված որ կային, հանուն արդարության էին դուրս եկել, չէ։ Բայց հələ տեսեք այսօր ինչ է կատարում, այսօր ինչ դարավ արդարություն իրանց համար, արդարությունը դարձավ ով իմ պաշտոնի համար ինձ կգովի, ով իմ պաշտոնի համար իմ համար լավ բաներ կանի, կպահի այդ պաշտոնը իմ համար, նրանց համար միշտ արդար է ամեն ինչն ելու։ Իսկ ով որ չէ, հանգարց հայացքները կշեղի, ուրիշ բան կմտածի, կուզենա իր իրավունքները պաշտպանի, այդ մարդիկ ամբողջությամբ մեկուսացված են ամբողջ աշխարհից։ Իսկ ես ասեմ ձեզ, որ մեր ժողովուրդը իմանա, որ հանկարծ չվախենան սրանց այդ վախեցնելուց, ամեն ինչ լուծել հնարավոր է։ Մենք ամեն ինչ մեր ձեռքում է։ Ամենակարևորը պետք է գործի գլխին, ինչպես ասում են, լինի մասնագետը, խելքը գլխին մարդ, որ կարողանա այդ հարցերը լուծի։ Իսկ այս հարցերը իմ ամբողջ կյանքը ես զբաղվել եմ սրանով, անվտանգության հարցեր, միջազգային դատական գործընթացներ, միջազգային հարաբերություններ, սկսած մարդու իրավունքների դիվանագիտությունից եւ այլն, բազմաթիվ բնագավառներում։ Ես օրինակ որ մտածում եմ, չէ, այնքան լավ եմ պատկերացնում, թե այս հարցերը ոնց էր հնարավոր եւ ոնց է դեռ հնարավոր լուծել։
այլ իսկ այս իշխանությունը ամբողջությամբ մաքրում է Ադրբեջանին։ Հələ տեսեք, այդ ելույթում մի հատ հələ այդ գագաթնաժողովի ելույթը որ նայում ես, Ալիևը նաև գովում է, չէ՞ Փաշինյանին, ասում է ապրես, բան, տենց ուսին տնբացնելով եւ այլն, սա էլ հրճվում է, ուրախանում է, բան, ինչն է այստեղ խորոշի, բան ինչի չպետք է անի։ Տեսեք, իսկ ինչի նա չպետք է անի տենց, եթե ունես դու այստեղ քեզ բան 10-ով շիկ, որ ստեղ դու ինչ ասես ինքը ստեղ անելու է, առաջ է տանելու, դու էլ ու քո ազգային քեզ վերաբերող հարցեր ինքը մաքրում է, իր ազգայինից հրաժարվում է։ Հələ տեսեք 2 վեդրո ցորեն է ուղարկում, մեկ էլ 2 կիլո ցորեն է ուղարկում, 2 դուր բան է ուղարկում, կանիստր բենզին է ուղարկում։ Դրա փոխարեն ինչ են անում։ Մաքրում են Ադրբեջանին ամբողջ աշխարհում։ Մաքրում են Ադրբեջանի, ստեղ գաղափարական հարց կա։ Դու որ ընդունում ես նրանից այս ամենը ու հետո գովում ես Ադրբեջանին ամեն օր, ստացվում է դու իրան դարձնում ես հումանիստ պետություն։ Իր խնդիրները մոռացում են։ Եկուց մյուսօրը մտ խնդրեմ լինի, բոլորը ասել են այ մարդեսի կարգին պետություն։ Այո, հետո բան անում, Ալիևը PR-վում է որպես հումանիստ, մեծ հումանիստ, այդ արյունոտ ցորենն ու արյունոտ, հա, բենզինը բերում այսպես PR-ի գործ։ Բայց փոխարենը տակից դուրս են գալիս մեր ազգային շահերը։ Այսօր այդ համանազատման process-ները հեսա կանդրադառնանք ամբողջությամբ զրոյացել է, արցախցիների հարցերը ամբողջությամբ։ Իսկ իրանց հարցնես კი Հայաստանի տեղը երևի քարտեզով չգիտեն, լուրջ եմ ասում, այն որ մտ падգամավոր է խոսում, մի կին կար ասում է բանը, այս բեռները բան, այնքան տարված ասենց այդ գովալու այդ մոլուցքից, դες խելագարության կանխավարկածով այտենց բան անում, ասում է այդ բեռները Ադրբեջանից ուղիղ են գալիս Հայաստան։ Այդ աստիճան հա, այդ են падգամավորն է, այդ աստիճան բանը քարտուղարուհին էր Ալեն Սիմոնյանի, հետո դարձրեց падգամավոր, հիմա փորձում է խելոք մտքեր ասել։ Նայեք, դրանք երևի ես չեմ զարմանա, ինձ թվում տենց էլ կա, երևի Հայաստանի տեղներ քարտեզով չգիտեն դրանք, այսինքն դրանք ինչ են ասում են ինչ անենք, գովանք, էլ ինչա պետք գովալ, մենակ այնքան որ այս կարողանանք Ալիևին նենց անենք, որ ինքը լավ զգա, հանգարց մեր վրա չջղայնանա, այ թե չէ խաղաղություն չի լինի, այս չի լինի, այն չի լինի։ Այն աստիճան ասում է, այդ ցորենը ուղիղ Ադրբեջանով է գալիս։ Հետ տեսեք, հետ նայես ասում ես դու Հայաստանի տեղ ընդհանրապես գիտես որ դու խոսում ես այդ դրա մասին։ Դա 80%-ա, բայց մի երկու ճշտում անեմ նոր անցնենք, հա, ինձ դա շատ հետաքրքիր է։ Նախ էս ազգային ժողովը որ ծրվեց, հիմա այդ անգրագետները, այդ որ ասում եմ կյանքում կերազեր, ասենք թե սուրճ էր պատրաստում իր համար, քարտուղարի ինչ էր, հետո դարավ բան, ոչ միայն ինքը, իր բարեկամները եւ այլն, ու հիմա պաշտոններ ստացան, падգամավորական մանդատ, հիմա բարձր թոշակ են ստանալու։ Ես ուզում եմ հասկանամ, օրինակ, երբ որ դուք իշխանության գաք, հնարավոր է այնպես անել, որ իրենք այս բոլորը չստանան այդ բարձր թոշակները, որտեղ դա մեր հաշվին է։ Հա, երիկշի կորուստներ ենք տվել, մի հատ էլ բարձր թոշակ են ստան։ Եվ երկրորդ հարցը, արդյոք մենք կարողանալու ենք բացահայտել, թե Նիկոլ Փաշինյանը, իր կինը, իր այդ քպայական այդ խմբակը աշխարհի տարբեր երկրների բանկերում, բանկային հաշիվներում ինչքան միլիոններ ու միլիարդներ են կուտակել։ Ինձ դա հետաքրքիր է որպես քաղաքացի։ Հերիք է իրանք խաղան, բան, իրանք լափում են, թալանում են, ամեն ինչ անում են։ Ինձ հետաքրքիր է երկու հարց օրինակ որպես քաղաքացի։ Դե առաջին հարցը միանշանակ է, որ ես չեմ զարմանա, կարծում տենց էր կլինի Ադրբեջանն է իրանց երևի ապահովելու իրենց ապահով հետագայում կյանքը թոշակու ամեն ինչը։ Երկրորդը խոսքը վերաբերում է այդ քարոզիչ падգամավորներին, Նիկոլ Փաշինյանին ու այդ ամբողջ բաշիբոզուկ այդ շրջանակին, որոնք այսօր դրել են, ասում են, այդ դրանք են, չէ՞ ասում, Արցախը ճակատագրական սխալ էր, դրա համար ես ասում եմ, ձեր կեղտոտ բերաններից հեռու պահեք Արցախ, Արցախյան շարժում ու հայ զինվոր բառերը, դուք իրավունք չունեք այդ սուրբ բառերը օգտագործել ձեր բերաններից, դա արդեն պղծություն է։ Ինչ վերաբերում է քննությանը, Հայաստանում հաստատվելու է իհարկե այնպիսի իշխանություն, որտեղ անկախ դատական համակարգ է, լիարժեք գործող անկախ դատական համակարգ է լինելու, իրավունքի գերակայություն է լինելու, իսկ դա նշանակում է, այո, եթե հանցագործությունների դեպքեր, ինֆորմացիա եւ այլն կան, պարտադիր պետք է քննություն արվի։ Գործադիր իշխանության ղեկավարը հանձնարարականներ տալու իրավունք չունի ցուցումներ, բայց ես օրինակ իմ անձնական կարծիքով այդտեղ որպես իրավաբան եմ ասում, վստահ եմ, որ այդտեղ բազմաթիվ հանցանքների հիմքեր կան,
այո, եւ ցանկացած ինֆորմացիա որ լինի նրանց կողմից ինչ որ հաշիվներ եւ այլն, բնականաբար պետքա դրանց հետևից գնալ։ Եվ նախարարներ, փոխնախարարներ եւ ոչ միայն падգամավորներ, քաղաքապետ, պետք է այդ սա բացվի։ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, պետք է բացվի այս ամբողջը։ Տեսեք, հիմա ինչ է գործում։ Տարբեր ուղղություններով հանցավոր սխեմաներ կան, հանցավոր բնույթով։ Կան մի հանցավոր սխեման ինքնաղեկավարում, որը մեր ազգային ինքնությունը ոչնչացնելու սխեման է, ամբողջությամբ եւ տանել դնել Ադրբեջանի տակ, հանուն նրա, որ ինքը այդ պաշտոնը ունենա եւ ընդհանրապես մի հատ էլ վիլայետ դառնա Հայաստանը։ Տարբեր սխեմաներ կան։ Ֆինանսական պաշտոնը պահելու սխեմաներ են, չէ, պաշտոնը պահելու սխեմաներ, ինչ նկատի ունեմ։ Եկեք նայենք մարդկանց ահաբեկելը, վախեցնելը։ Այսօր ինչ սխեմա է գործում։ Համայնքապետերի միջոցով, ԿՊԱ-ական համայնքապետերի միջոցով ես նրանց բոլորին զգուշացնում եմ, ԿՊԱ-ական համայնքապետերին, դուք խելքներդ գլուխներդ հավաքեք, դուք իրավունք չունեք ահաբեկել ու վախեցնել մեր ժողովրդին, մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդին, ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ նրանք հանկարծ դրանցից չվախենալ, որտեվ դրանց մեջ կան ընդհանրապես, գիտեք, գնում ենք տեղերում ուզում ենք հասկանանք ով ենք դրանք եղել իրենց կյանքով, ընդհանրապես պարզվում է բակ ընդհանրապես չի չած, այ որ հայատ չի չած, տղերքի հետ ոչ մի ձև չտեսած, բակում չհայտնված, կռիվների մեջ չհայտնված, ծեծող, ծեծկերած չեղած, այսինքն մարդիկ են, որ վախվորած, աբիժնիկի պես գնան մտնեն մի հատ անկյունում կուչ գան, այսինքն հիմնականում այսպես բաներ են պատմում նրանց մասին։ Եվ ուզում եմ այսօր էլ իշխանություն է ստացել, մուր են հանում ժողովրդից, եւ ես նաեւ գիտեք, մեր ժողովրդին ուզում եմ ասեմ, որ նրանք հանգարտ չվախենան սրանց այս ռեպրեսիաներից, որովհետեւ նախ այս ռեպրեսիաների, որ հիմա այս ռեպրեսիա են անում, դրանք բոլորը պաշտոնի են եկել շնորհիվ մեր քաղաքացում ամեն ձայնի։ Հիմա գնացել են այդ քաղաքացիներին վախացնում են։ Այդ տեսեք, էսի մի սխեմա եւ այսօր Նիկոլ Փաշինյանը համայնքապետերին, իհարկե մենք ունենք ազնիվ համայնքապետեր, բայց ԿՊԱ-ական համայնքապետերի միջոցով ինչ է անում, ամբողջությամբ մցրել է ռեպրեսիվ դաշտի մեջ։ Մարզպետներն էլ ուղիղ մասնակցում են, նրանց այն աշխատողներն են, որոնք կարողացել են ներգրավել, իհարկե աշխատողներ կան, որ չեն ներգրավում, բայց այն ովքեր ներգրավել են, սրանք հանցագործություններ են, ես ուզում եմ ասել, մեր ժողովրդի ու մեր երկրի ապագայի նկատմամբ, եւ այս սխեման աշխատում է հանուն նրա, որ ԿՊ-ի համար այս ձայները ապահովի։ Սա տեսեք, sense տարբեր սխեմաներ կա, ինքը այս պաշտոնը պահելու համար արտակնապես ցույց է տալիս, օրինակ նայեք հայտարարումը, չէ, ասում է ես բիզնես չունեմ, ես չունեմ, այն չունեմ, չէ՞, թեև բազմաթիվ են ինֆորմացիաները, որ կոռուպցիոն հանցագործությունների Արսեն Թորոսյանը իրան ինչի՞ է գետնով տալիս, կամ այն Անահիտ Ավանեսյանը, կամ չգիտեմ Տիգրան Ավինյանը կամ մյուսները։ Իրանք հասկանում են, չէ՞, COVID-ի արյունն ու այդ մահերը ու այդ փողերը ում վզին են։ Անիֆի փողերը ում վզին են։ Ասենք նույն օրինակ Ավինյանի հայրը, հա, որը Opel քշողներին ասում է համբալ։ Պետք է հասկանալ այդ համբալը, հա, այդ ասողը ինչեր է շահել, հասկանում եք, այս փողկապակցված անձին, այդ կույս սուրբ խաղալը սրանց, հա, հերիք է, այսինքն պետք է ժողովուրդը հասկանա ինչ է կատարվում։ Նրանք այս ակնհայտ այս սխեմաներով, որ ներգրաված են տարբեր, այսինքն ամեն մեկը այս մեխանիզմներով ակնհայտ է, որ սա հենց արմատներ են փորձում գցել ու բավականին ցենց գցել են, չէ՞։ Եվ շատ լավ է, բայց որ մեր ժողովուրդը իսկապես տեսնում է, որ սրանք խաբեբաներ են ու այդ ակնհայտ տեսնում է, որ սրանք նաև ժողովրդի հաշվին են հարստանում։ Իսկ ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, ցույց է տալիս իբր անձամբ ինքը բիզնեսներ չունի բան, բայց ինքը ինչ է անում, ինքը հասկացել է, որ իշխանություն ավելի լավ է պահի, ամեն ձև պահի, այդ բիզնեսների գումարներն էլ մեկ է իրեն պետական բյուջեն հենա օգտագործում է սեփական գրպանի։ Չէ, բայց վստահ հաշիվներին պետքա ստուգվի։ Եկեք նայենք այսօրվա միանշանակ պետքա ստուգվի։ Ամեն ինչը պետքա ստուգման երկար։ Եվ ոչ միայն։ Պարոն Թաթոյան, հիմա Փաշինյանը ինչ է ասում ժողովրդին։ Այ գալու են ու պատերազմ են բերելու։ Փաշինյանը չլինի, Հայաստան չի լինի։ Հիմա ուզում եմ այս պատերազմի թեման եւ դուք այն մարդն եք, որը առաջինը ահազանգ հնչեցրեցիք, թե ինչ դիրքեր են տեղադրվել Հայաստանի տարածքներում ադրբեջանցիների կողմից, ինչ առաջխաղացումներ կան, դրա մասին բարձրաձայնել եք, խոսել են նաև Տիգրան Աբրահամյան, Ավետիք Քերոբյան, տարբեր մարդիկ խոսել են այս մասին, այս վտանգի մասին։
Եվ փաստորեն ստացվում է Ադրբեջանը կազմ պատրաստ հիմա սպասում է երբ է իրանց Նիկոլը անցնելու, քանի որ Ադրբեջանի սահմանադրությամբ էլ ընդ որում հարգելի հետևորդներ այդ մասին նույնիսկ գրառում էր արել նախանցել տարի Նիկոլ Փաշինյանը գրելով Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60%-ից ավելին ադրբեջանական հող են։ Հիմա Ալիևն էլ ասել է մեքենաներով գալու եմ։ Հիմա ներկայացնում է ընդդիմությանը, ձեզ մյուս տեխնացուներին, որ հեսա գալու են պատերազմ են բերելու։ Նախ ինքը մեզ չի կարող ներկայացնել, ճիշտ է, անդադ խոսում է ընդհանուր պատերազմ ելնելու բան, մեզ ոչ մի ձև չի կարող ներկայացնել, այսինքն ինքը կարա խոսա, բայց դա ոչ միջազգային ընկալմամբ եւ մեր ժողովուրդն էլ մեզ ընդհանրապես չի ասոցացնում պատերազմի հետ, հակառակը մեր ժողովուրդը ուզում է ուժեղ բանակ եւ մեր ժողովուրդը շատ լավ իմաստուն ձևով հասկանում է, որ բանակն է, ուժեղ բանակն է եւ այս մեր ծրագիրն է, որ պետքա նստի իրական խաղաղության հիմքում։ Հիմա եկեք իրանց այդ ծրագրով մի քանի կետերով անցնենք։ Նայեք, նախ ինքը երբ որ ասում է խաղաղություն, սա լավ մտածված խորամանկ քայլ է, ինչ նկատի ունեմ։ Նա ստեղծել է այդ փուչիկը, իբր եթե ես չլինեմ պատերազմը, շանտաժ է անում մեր ժողովրդին եւ այդ խաղաղության կոնցեպցիան, այսպես ասած, մեջ է գցել, որ տակից դուրս հանի հարցը, թե դու ինչու ես մեր անվտանգության համակարգը ձախողել տենց, որ դու մեզ պարնում ես հիմա պատերազմով շանտաժ ես անում։ Այսինքն դու ուզում ես ասես, որ որևէ կուսակցություն Հայաստանում ուզում է պատերազմ քարոզի, Հայաստանում չկա ոչ մի կուսակցություն, ես հայտարարում եմ պատասխանատու, որտեղ ակնհայտ է տեսնում ենք, Հայաստանում չկա այս պահին կուսակցություն կամ քաղաքական ուժ ընտրությունների մասնակցող, որ ասի մենք պատերազմ ենք հայտարարելու եւ պատերազմ ենք ուզում։ Չկա նման բան։ Բոլորը ասում են խաղաղություն, բայց սա էլ Նիկոլ Փաշինյանի լարած թակարդն է։ Ինչ նկատի ունեմ։ Նա սա այս թակարդը լարել է, որ մարդիկ ինչ ասեն, ով ավելի շատ կգոռա խաղաղություն։ Ինքն էլ ասում է, ես եմ բերել խաղաղություն։ Այդ տակից այդ հարցը դուրս է գալի։ Դու անվտանգության համակարգից բա ինչ կա։ Դու այդքանի կոպեկի ղեկավար ես, որ ասում ես, եթե ես չլինեմ պատերազմ, դա նշանակում է, որ դու 8 տարի իշխանության լինելով, այդ ինչով էիր զբաղված բա, 8 տարի իշխանության լինելով երկրի անվտանգության համակարգը նենց ես ձախողել ու քայքայել, որ հիմա ուրիշ երկիր մեզ սպառնում է պատերազմով, դու էլ ասում ես, ես չլինեմ կլինի պատերազմ։ Նախ սա նշանակում է իմ մոտ այդ համոզմունքն է ձևավորվել, որ դու հատուկ ես ձախողել մեր անվտանգության համակարգը, որ հիմա հանուն քո պաշտոնի մեզ շանտաժի ենթարկես։ Այս սրա խաղաղության կոնցեպցիան։ Իսկ մեր ժողովուրդը, որ հանկարծ նրան չհավատա, տեսեք, միշտ ես համեմատություն եմ անում 2020 թվականից առաջ 18-ից 20-ի մեջտեղում, երբ 44-օրյան դեռ չէր սկսվել, եկեք հենց հիշենք նրա խոսքերը։ Նույն բառերն էր ասում, այսպիսի խաղաղություն դեռ չի եղել, ոչ մի կրակոտ սահմանին, ոչ մի հետևանք եւ այլն, եւ տեսանք ինչ արյունալի ամենադաժան պատերազմը եղավ։ Նույն նրա այսօրվա խոսույթն է։ Եվ եկեք տեսնենք գետնի վրա ոնց է նա սրա կարողանում մատուցել մեր ժողովրդին։ Նայեք, դուք խոսեցիք մեր բացահայտումներից եւ մենք անցյալ ամիս խորքային բացահայտումների արդյունքում, ուսումնասիրությունների արդյունքում արբանյակային լուսանկարներով ցույց տվեցինք, որ Ադրբեջանը 2025 թվականի ամռանը մեր տարածքում, Գեղարքունիքում մասնավորապես կառուցել է նոր դիրք, Գեղարքունիքի, այսինքն Վարդենիսի հատվածում իր դիրքերը ամրացրել է, էլ արևային պանելներ է տեղադրել, նոր ճանապարհներ է կառուցել, թաքստոցներ է կառուցել, Ջերմուկի հատվածում ուժեղացրել է, ականանետային կրակային տարբեր կետեր է կառուցել, տանկերի համար տարբեր թաքստոցներ, անգամ այդ թաքստոցները այնպիսին են, որ հնարավորություն են տալիս նրան հարձակողական գործողություններ անի, եթե պետք է, եւ անվտանգությունը մեր ռազմավարական առումով նրա ազդեցությունը, կոնտրոլը, վերահսկողությունը մեծացրել է, այսինքն մեր ճանապարհների վրա ավելի են հիմա վերահսկում, սոտքի հանքավայրը ավելի լավ են վերահսկում, չգիտեմ, արոտավայրերից մարդիկ չեն օգտվում եւ այլն, այ տեսեք, լավ Ադրբեջանը զարգանում է, լավ առաջ է եկել, չէ՞, Նիկոլ Փաշինյանի արժանինքներն են սրանք։ Ու ինչ ասում մեզ, խափում է, նախ նրա տեսեք խաղաղությունը, որպեսի ինքը կարողանա ընտրությունների ժամանակ ասի խաղաղություն, տեսեք հələ սրա խորամանկության այս աստիճանը, որպեսի կարողանա եւ այդ դիշովիության, այդ էժանագին աստիճանը, որպեսզի կարողանա ասել խաղաղություն այսօր, չէ,
ինքը խափել է մեր ժողովրդին 2025 թվին, որտեղ ինքը ակնհայտ իմացել է, որ Ադրբեջանը ներխուժել է, նոր դիրքեր են կառուցում, նոր ճանապարհներ են կառուցում, հետո Հայաստանում է ադրբեջանցիները Հայաստանում։ Հետո մի օրում չեղավ, այսինքն ինքը իմացել է, նախ եթե չի իմացել որևէ մեկը կասի, նշանակում է այդտենց ղեկավարը տում է պետք ընդհանրապես որ չիմանա իր տարածքի մեջ ինչ ա եղել, ես համոզված եմ, որ իմացել են եւ որպեսի կարողանա այսօր գոռախաղաղություն ձայն չեն հանել, ոչ մի բան խափել են մեր ժողովրդին եւ կորցրել են տարածք։ Այստեղ երկու միֆ իբր իրենց ստեղծած մենք օրինակ կոտրվում է մեկը, որ նրանք խափում են մեր ժողովրդին ամենակարևոր հարցերում դու ով ես ընդհանրապես որ անվտանգության հարցերով իմ երկրին վերաբերող իմ ընտանիքին մեր ժողովրդին վերաբերող մեր երեխաներին վերաբերող անվտանգության հարցերը դու չասես կոծկես այս աստիճան ցախողես իսկ Ադրբեջանը ինչ արել ինքը իր շահերի համար Ամերիկա գնալուց առաջ այդ օգոստոսի 8-ի ստորագրություններից առաջ եկել է դիրքերը ամբողջությամբ այստեղ վերցրել ամրագրել է այս Նիկոլ Փաշինյանը 100% ես կարծում եմ ես համոզված եմ ուղղակի որ իմացել է ու որպեսի Ադրբեջանն էլ ասել է դե գիտեք ինչ կա որ ես էլ մտածել են կամել որ նա այնտեղից թույլ տա որ ասեմ ես խաղաղություն ու չկրակի դե լավ թողենք ես էլ թող կարողանա այստեղ էլ գա հիմնավորվի էլի այն ֆիլմի նման են Իվան Վասիլևիչ Մինայետ պրոֆեսիո որ ասում է դա Գոսպոդի Բոժը ասում է թող վերցնի էլի այդ ինչ տարածքներ է որ հիմա հետ անկախ լրագրողներն էլ էին այս ամեն ինչը ապացուցել եւ իրանց մոդել սա ընդամենը ասում էին թե լավ մի 70-80 կիլոմետր է այսինքն լրագրողները չէ այս իշխանությունների քարոզիչներ որոշ այսինքն ստացվում է նրանց համար հələ տեսեք նշանակություն չունի երկրի համար չգիտեմ մի սանտիմետրի համար մենք զոհ ենք տվել մարդիկ գնացեք կյանքերն են տվել ասում են ինչ ա եղել ջունը դրած այո հիմա սահմանազատմանը գանք նրանք ինչ են ասում նրանց մյուս սուտը որն է ասում են այս ամեն ինչը սահմանազատումով լուծվելու է չէ նախ մի փոքր այստեղ առաջ գնանք խաղաղության պայմանագրի հետ կապված հարց կա այս իրենք ասում են բաբանը խաղաղություն է մենք խաղաղության պայմանագիր ենք իբր թե կնքելու էս ենք անելու չէ հիմա եկեք դառնանք այս սահմանազատումը ասում են այս հարցը կլուծվի այսինքն դուք լուրջ եք ասում այս Ադրբեջանը այսքան եկել է փորել է դիրքեր ա դրել արևային պանելներից սկսած ճանապարհներ ա կառուցել որ ձեր ինչ որ մի հատ հանձնաժողովով դուրս գան Այսում եք sense խափում։ Այս լուրջ եք ասում, ասում եք քանի ախպեր եք դուք այդեն շուստրի, որ եկել եք մեզ խափում եք մեր ժողովրդին։ Իրականում այս սահմանազատման process-ը կեղծիք է։ Այսօրվա սահմանազատման process-ը, այսօրվա իշխանության տարած կեղծիք է։ Առասարակ ինքը կարևոր է, բայց այսօրվա իշխանությունը դրա այս process-ը սարքել է կեղծիք, ծառայեցնում է Ադրբեջանի շահերին։ Եթե մենք հանգարց այս ընթացքով գնանք, ես հաշվել եմ մենք 79 տարի հետո նոր մոտավորապես տենց ունենալու ենք ինչ որ սահմանազատման հարցեր բայց այստեղ մի հարց էլ առաջանում այս քո իրական Հայաստանը չի ամեն օր գոռում այս քո իրական Հայաստանը չի ասես որ սահմաններում հիմա նստած են իրական Հայաստանը չի 2022 թվին երբ ջերմուկի վրա հարձակվեցին Գայանե Աբգարյանը զոհվեց խոշտանգվեց ամենադաժան ձևի մեր հերոսական կանանցից որ կյանքը տվել է մեր հայրենիքի համար այդ քո իրական Հայաստանը չի որ դու պատրաստում ես գնաս հայցերը հետ վերցնել այսինքն տեսեք այստեղ այս ամենը ինչ է ընդհանրապես բացահայտում վերհանում որ այս իշխանությունները պաթոլոգիկ ստախոս վախկոտ ուղիղ պաշտոնի մասին բացառապես մտածող մարդիկ են եւ սա ուզում էի ասել այստեղ հենց որ տեղը եկավ եւ իրենց ապահովության մասին ամենաշատը մտածող անվտանգությունը իրենք փայփայում են իրենց անձնական անվտանգությունը աչքի լույսի պես ինչ նկատի ունեմ հələ տեսեք ոչ միայն էս որ Ալիևի մարդ եւ այլն էս որ իրենք ամբողջությամբ մտել են գծի մեջ այլ նաեւ երկրի ներսում ինչ տեղի է ունենում միայն ամեն ինչ անում են որ իրենք ապահով տակից դուրս գան կոնկրետ օրինակով եմ բերում Սոնա Մնացականյանի գործը վերցնենք 4 տարի առաջ երիտասարդ աղջիկ հղիկին վրայերթի ենթարկեցին մահացավ մինչև հիմա բացահայտված չէ մինչև հիմա անպատժելիություն է այդ գործով տիրում պատժված չեն հանցանք կատարած անձինք իսկ ինչ է տեղի ունեցել այդտեղ ես որպես մասնագետ եմ ասում նկարվել է տեսախցիկներով այդքան մարդ եղել է տեսել է չգիտեմ ամբողջը այնքան པարզ է չբացահայտելու համար
Իսկ ինչ է, գիտեք, ամենագլխավոր մեխերից մեկը որն է, ռադիոկապի սարքերը փչացվել են։ Չեն ուղարկվել փորձաքննության։ Հատուկ փչացրել են, որ փչացրել են, որ չլսվի մեջի խոսակցությունը։ Ես վստահ եմ, ես որպես մասնագետ Փաշինյանը ինչ է հրահանգել, օրինակ կարող ասել քշի։ Ես ունեմ համոզմունք, որ այդ ռադիոկապի սարքերը փորձաքննության ներկայացվելու դեպքում, եթե հատուկ չփչացվեին, կա ինֆորմացիա նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Այսինքն մենք բոլորս ունենք իրավունք այդպես մտածելու։ Այո, ունենք, բայց եթե տենց չի, ինչու՞ չեք տանում փորձաքննության։ Ռադիոկապի սարքերը ինչու՞ չեք տանում փորձաքննության, որ մեղավորության հարց չպարզվի։ Նրա, տեսեք, այսինքն նրանք իրենց անվտանգությունը, ապահովությունը այն աստիճան են հետքերը մաքրում, հա, այսպես ոչնչացնում հետքերը։ Այո, այդ գիշերային մղձավանջի, գիտեք, շատ լավ բառ կա, այս միշտ օգտագործում եմ, գիշերային մղձավանջ է նրանց համար պաշտոն կորցնելը։ Բայց ես ուզում եմ ասել, որ նրանք չմտածեն, գիտեք, օրինակ այս ամեն ինչ որ ասում եմ, սրանք այն իրական գնահատականներն են, որ այսօր կա ու զայրու դուք էս ինչ եք անում այս ժողովրդի հետ։ Մեր ժողովրդի վիճակը գնում ենք մարզեր, գնում ենք մարդկանց հետ հանդիպումների, էս ինչ եք անում, դուք ապահով ձեր համար պարգևավճարներով ապրում եք, մեր ժողովրդը մի հատ նայեք դրանց նույնիսկ հագուստներին, հա, ասենք կյանքում էին երազել այս բանից, գիտեք, հետո ինչ լինում ասում է outlet-ից են կարել միլիոնատեր են դարձել բոլորը, իրենք գույք են ձեռք բերել, իրենք բիզնեսներ ունեն ուրիշների, իրենք ահռելի կարողությունների են տիրապետում։ Մենք իրականում դրա համար պետք է ունենանք ղեկավարություն, իշխանություն։ Ես միշտ մեր ժողովրդին խնդրում եմ, երբ հանդիպում ենք, որ այդ չափանիշներով ղեկավարվի ընտրություն կատարելիս։ Իշխանություն, որ չի խաբում, իշխանություն, որ ժողովրդի հաշվին չի հարստանում, իշխանություն, որ իրականում մարդիկ, ովքեր սիրում են հայրենիքը, մարդիկ, որոնց ճանապարհը իրանց աչքի առաջ արել։ Ես մեր ժողովրդին պարզ ասում եմ, ժողովուրդ ջան, ես ձեր մոտ եկել եմ բաց ճակատով, ասում եմ, ամբողջ կյանքս ձեր առաջն ա եղել։ Ինչ որ ես արել եմ, ամբողջ գործունեությունը, ոչ մի դուք ասում եմ բացահայտեք, օրինակ մեկ-մեկ լինում է ժողովուրդ ասում են, ասեն գյուղերում ա լինում, պես խոսալուց, ասում են քանի անգամ եք օրինակ եղել ես գյուղում, ըստեղ եւ այլն, ասում ժողովուրդ ջան, այդ չափանի կարևորը գիտեք որ չափանիշն է։ Դուք հարցը ինձ տվեք հետեւյալը։ Դու քանի անգամ ես այդ ինչ բիզնեսներ ունես պետության հաշվին։ Ինչ ես դիզել քո համար։ Ինչ ես խափել մեր ժողովրդին եւ այլն։ Սրանք ամենակարևոր չափանիշներն են։ Ու այդտեղ կտեսնեն, ասենք, քանի գրոշ արժեն ՔՊԻ ու Նիկոլ Փաշինյանի խոստումները։ Գիտեք, ինչ էր խոստացել ու ինչ է բանանում։ Երբ դու ունես իշխանություն, որը հանուն պաշտոնի կամ պաշտոնը պահելու համար երբեք չի գնա անձնական, երբեք առավելությունը չի տա անձնական շահին, երբեք չի գնա իր անձնական կյանքի բարելավմանը, իր անձի մասին մտածի, բարեկամների եւ այլն, այդ դեպքում երկիրը իսկապես կարող է առաջ տանել։ Եվ իհարկե մարդիկ, ովքեր սիրում են հայրենիքը, մարդիկ, ովքեր այս երկրի համար այս երկրի մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միշտ կանգնած են եղել, այսա շատ Պարոն Թաթոյան, տեսեք, օր ու գիշեր լծված են այդ ԵՄ գաղտնաժողովից հետո, որ իբրև թե վիզայի ռեժիմ են, հա, վիզայի ռեժիմը ապահովելու են, մարդիկ կարողանալու են այսուհետ առանց վիզայի գնալ գալ, չգիտեմ, ԵՄ ենք մտնում Եվրոպական միություն, այս բլեֆ ուզում եմ քանդվի։ Նախ դուք լավագույնս գիտեք, որ 2013-12 թվականներից այդ բանակցությունները գնացել են։ Եվ ամենակարևորը, կա ՍԵՊԱ-ի փաստաթուղթը Եվրամիության հետ 17 թվականին ստորագրված այդ համապարփակ համագործակցության փաստաթուղթը, որի մեջ վիզաների ազատականացման կետից բացի, դա չէ այդքան կարևորը, Արցախի մասով ինչեր են ամրագրված եղել եւ վիզաների ազատականացման մասին էլ ֆիքսված է եղել 17 թվականից։ Եվ այդ փաստաթուղթը վավերացրել են Եվրոպական միության անդամ բոլոր պետությունների պարլամենտները։ Այսինքն դա ունի իրավական ուժ, դա փաստակ օրենք է, հա, օրենքի ուժ ունի։ Հիմա սրանք եկել են այդ խոստումներով, երեք ապշել էին ներքին գործերի նախարար, հա, ասենք վերես կեսնում այդ սուտը մարդկանց վրա ծախում ես, որ հեսա էս ենք անելու են ենք։ Խնդրում եմ, մարդկանց սա բացատրեք, որտեղ մարդկանց մոտ պատրանք է ստեղծում, այ հեսա գնում ենք Եվրամիություն, հեսա գնալու ենք, բանանաներ են թափվելու, չգիտեմ, ազատ վիզաների ռեժիմ ենք ունենա։ Խնդրում եմ, սա բացատրեք, դուք կանգնած եք եղել այդ բանակցությունների, այդ աշխատանքների ակունքներում։ Նայեք, նախ մի կարևոր բան ասեմ Եվրոպական միության հետ կապված, տեսեք,
Իմ համոզմունքը հետևյալն է. մենք պետք է զարգացնենք հետևողականորեն եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Սա չի քննարկում։ Մենք պետք է ունենանք զարգացած հարաբերություններ, բարձր որակի, առևտրի բնագավառը կլինի, արդարադատության բնագավառ, անվտանգության եւ այլն։ Մենք նաև պետք է զարգացնենք հարաբերությունները, խորացնենք Եվրամիության հետ։ Սա էլ շատ կարևոր է։ Բայց մենք պետք է Եվրամիության հետ հարաբերությունները զարգանանք առանձին ծրագրերով զարգացնելու ճանապարհով, օրինակ վիզաների ազատականացում, առևտուր, ներդրումներ, անվտանգություն, արդարադատություն, մարդու իրավունքներ եւ այլն։ Եվրամիության անդամության հետ կապված դա հիմա իրատեսական չէ եւ ավելին Եվրամիությունը ինքը մեզ հիմա չի վերցնելու։ Նախ այս իշխանությունները իրենք ակնհայտ խափում են մեր ժողովրդին, որովհետեւ նրանք ընդհանրապես եվրոպական արժեքների հետ կապ չունեն, ասեմ ձեզ, նրանցը Ադրբեջանն է, այդ դիկտատուրան, այսօրվա այս իշխանությունը ուղիղ գնում է դիկտատուրայի ճանապարհով, կամայականություն, ասում է Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի տնօրենի, ես եմ ասել, որ ազատեն գործից։ Ազատել են գործից։ Կարեն Անդրեասյանին էլ, չգիտեմ, ոնց քանի հոգուս SMS-ով WhatsApp-ներով բանով, բայց դա կամայականության աստիճան, ասենք նրանք իր կամակատարներն էին, հարց չկա, մենք գիտենք, ասենք, այդ բոլորը ովքեր որ ազատելա, լավ, ասենք ինքնա ինքնանշանակել կամ եւ այլն, բայց եթե դու վերցնում ես օրինակ գիտնական մարդու, չէ, դու ով ես ընդհանրապես որ այդ մարդուն, որը մեր պատմությանը վերաբերող, Արցախին վերաբերող գիրքը, մեր հիշողություններին վերաբերող գիրքը տվել է այդ աստիճան բարձրացիչան մարդու, փոխանակ ուրախ լինես, հպարտանաս, այդ ինստիտուտ Թանգարանն էլ մենք պետք է դարձնենք ընդհանրապես ապագայում ամենազարգացած կառույցներից մեկը, որ ինքը ազդի մեր քաղաքականության վրա, դու տեսնի ինչ կամայականություն, այսինքն այս իշխանությունները եվրոպական արժեքների հետ իրենք կապ չունեն, իրենք հիմա դիրքավորում են հաշվի առնելով, որ ասենք օրինակ ռուսամետ ուժեր, չգիտեմ, Ռուսաստան ուզում է իրեն հարող ուժերը անցնեն, Ամերիկան, Եվրոպա իր նախասիրություններ ունեն, իրանք էլ Ադրբեջանն են։ Իրենք իրենց դիրքավորում են իբր Եվրոպա։ Դուք ինչ կապ ունեք Եվրոպայի հետ ընդհանրապես, ժողովրդավարության հետ, ուրա հլմատեք հակակշիռների զսպումների մեխանիզմը նայեք, ժողովրդավարություն։ Հանրապետության նախագահ ունես, որը մենակ ինչ անում, մահացած մարդկանց հետ սելֆիներ է անում։ Այդ է մեր հանրապետության նախագահի, օրինակ որ մեր ժողովրդին ասես, մեր հանրապետության նախագահը Հայաստանի բոլորի մոտ վստահ եմ հիմնականում այդ տպավորությունն է, ով է նախագահը, որ մահացած մարդու դագաղի կողքը սելֆի է անում։ Այդ է իր ասածը։ Եվ ինչ անում ՔՊԻ կցորտա։ ՔՊԻ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊԻ կցորտա։ Վերջ, ոչ ոք չգիտենք դրա մասին։ Ունենք այլ պետական մարմիններ, որով էլ ամբողջությամբ քաշել է իր տակը։ Տենց բանել ունի։ Տենց բանել ունի։ Ուղղակի չհասկացա դրա ազգանվան 8 տարի երբ ավելացավ։ Խաչատրյան էր ամբողջ կյանքը։ Ճանաչում ենք, չէ՞, շփվել ենք, չէ, Վահագն Խաչատրյան։ Թե ինչ եղավ կյանքում, որ այդ 8 տարի ավելացավ, չգիտեմ։ Երևի Նիկոլ Փաշինյանը սիրում է։ Հա, ինչ որ չգիտեմ, չէ, չեմ հասկանում։ Հիմա տեսեք, այսինքն այս պետական մարմինները քաշել է իր տակը, օրինակ իրավապահ մարմիններից, ասենք կարևորագույններ կան, վարչապետին առընթեր է, ինքը իրան պատկերացնում է որպես ԱԱՑ-ի տնօրեն, որպես օպերլիազոր, քննիչ, դատավոր, դատախազ, պահակ դրան, ամեն ինչ ունի, ամբողջը ինքն է անում։ Եվ ասենք մարդկանց սրան գործից ազատել, նրան գործից ազատել, այս անել, այն անել, այն անել։ Տեսեք, սա ժողովրդավարության հետ այս ամեն ինչը կապ չունի, որտեղ ժողովրդավարությունը պահանջում է, որ լինի համակարգ, դու եւ կապ չունենա ով է ղեկավարը մեծ հաշվով այդ համակարգը ինքը աշխատում է։ Դա համար այսօր մեր պաշտոնյաները չպաշտպանված են։ Այսօր ով որ գալիս է իշխանության, բոլորի մոտ տպավորությունը հեսա բոլորին ջարդելու են, հանեն, կադրային ջարդը լինելու եւ այլն, այդպես չպետք է լինի։ Մեր համակարգերի դեպքում ինչ կապ ունի ով է փոփոխվում եւ պաշտոնյան այսօր դարձրել են ընդհանրապես բան, այսպես իշխանությունը կամ այդ պաշտոնը ամեն մեկը մտածում է, որ այդպես են հոգեբանությունը տանում, ոնց պաշտոն պահի։ Վիզաների ազատականացումը եվրոպական արժեքների, այդպես մարդիկ կապ չունեն ընդհանրապես։ Չէ, վիզաների ազատականացումը այս բլեֆը վաճառում է։ Հիմա վիզաների ազատի այդ գունավոր հեղափոխությունից հետո վիզաների տրամադրումը բոլոր դեսպանությունները ավելի դժվարացրեցին սրանց օրոք։ Հիմա շատ սարսափելի դժվար է, որը պետք է փոխվի, իհարկե։ Տեսեք, այսինքն ԵՄ-ի, սա ասում են ԵՄ-ի հետ կապված, որ ամեն օր խոսում են եվրոպական արժեքներից, չէ՞։ Իրանք եվրոպական միություն դիմելու լինեին, այդ օրենքը, որ ֆիկտիվ մի նախադասությունից կազմված կա, այդ օրենքի փոխարեն կդիմեին Եվրամիություն։ Մինչդեռ իրանք սկի Եվրամիության անդամության համար, տեխնատության համար չեն դիմել։ Իսկ Եվրամիության հետ կապված եվրոպական արժեքների, նաև հետեւյալը ասեմ, որ վիզաների ազատականացման հետ կապված, տեսեք,
նրանք իրականում նորից խափում են մեր ժողովրդին, որովհետև վիզաների ազատականացման համար, եթե այդպես չէ, ապա բերեք կոնկրետ մեզ ասեք, երբ է մեր երկրում լինելու վիզաների ազատականացում։ Օրինակ, մինչև տարվա վերջ ենթադրենք լինելու է, հաստատվելու է վիզաների ազատականացումը։ Այո, դա լավ բան է։ Վիզաների ազատականացումը լավ բան է։ Մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա գնան, արտասահման գան, դա զարգացնում է մարդուն, աշխարհայացքը, կապերն է ստեղծում եւ այլն։ Լավ բան է, բայց այս իշխանությունների օրոք 8 տարի դուք ինչ եք արել այդքան։ SEPA-ի հետ կապված դուք ասացիք, SEPA-ի իրականացումը ձախողված է։ Նրանք SEPA-ի հետ կապված միջոցառումները, քայլերը եւ այլն պրակտիկան հենց լուրջ թուղթ է։ SEPA-ն շատ ուժ փաստաթուղթ է։ SEPA-ն այն կարևոր փաստաթուղթը պետք է լիներ, որով Հայաստանը պետք է ել ավելի մոտենար եվրոպական միությանը, այլ տեսեք ոչ թե ասենք նրա նման, որ գնում է օրինակ եվրոպական պարլամենտում մյուս տեղերում ասում է Եվրոպան ինչքան մեզ թույլ տա, մենք այդքան կգանք։ Այդ դու ոչ մի բան չես անում։ Քո երկիրը զարգացնելու առումով։ Իսկ իմ կարծիքով օրինակ ես իմ պատկերացումը որն է, մենք պետք է ունենանք զարգացած հարաբերություններ եվրոպական երկրների հետ, Եվրոպական միության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, սա շատ կարևոր է ինձ համար, բայց մենք զուգահեռ իրավունք չունենք կամուրջներ վառել մյուս մեր գործընկերների հետ, օրինակ Ռուսաստանի հետ։ Չպետք է երբեք անենք քայլեր, որոնք ընդդեմ ինչ որ երկրի են, այլ միշտ հանուն են, հանուն իմ երկրի։ Հիմա օրինակ սրված է, տեսեք, արդեն նույնիսկ Ռուսաստանի նախագահի մակարդակով ասում է գնացեք կողմնորոշվեք։ Կողմնորոշվեք, չեք կարող երկու աթոռի նստել։ Հիմա սիրեմ, չսիրեմ, կապ չունի, որ երկրի ղեկավար իր երկրի շահերն է առաջ մղում։ Փաշինյանը այստեղից ասում է լավ էլի չէ, թողեք դեռ մի քիչ էլ մնամ ԵԱՏՄՎ-ում, հենց ինձ հարմար լինի, արդեն նոր դուրս կգամ։ Որևէ պետություն կվերցնի բանանի, չէ, դուրս կշպրտի միանգամից։ Ջանդամը Փաշինյանը, բայց հայ ժողովուրդն ու մեր պետությունն է դժելու։ Հիմա այսպիսի սրված իրավիճակի առաջ են կանգնած։ Ինչ է պետք անել, պարոն Թաթյան։ Նայեք, նախ այս նրանց այս քաղաքականություն, այս իշխանության կամ Ռուսաստանի հետ, կամ ոչ, այս Եվրոպայի հետ, այս հակադրություն եւ այլն, չնայած էլի միշտ հիշենք, որ նա իրականում Ադրբեջանի պաշտպանության տակ է, հովանավորն է, կամակատարն է, այո, Ադրբեջանի շահերի համար է աշխատում։ Բայց այս տրամաբանությունը կամ Ռուսաստանի հետ, կամ Եվրոպայի հետ, դա եթե եկեք լինենք իրատեսական, դա ճիշտ չէ, դա սխալ քաղաքականություն է, ինչի, որովհետև մենք նախ Ռուսաստանի հետ, մենք Ռուսաստանում ունենք մեր միլիոնավոր, 2-3 միլիոն հայ ունենք, մեր հայրենակիցները։ Տասնյակ հազարավոր մարդիկ գնում են արտագնա աշխատանքի Գեղարքունիքից, Շիրակից, Տավուշից, Երևանից, չգիտեմ, բոլոր տեղերից իրենց ընտանիքն են պահում դրանով գումարներ են ուղարկում, որը հսկայական թիվ է կազմում։ Դրանից բացի հայ եւ ռուս ժողովուրդների միջև դարավոր կապեր կան, սա էլ պետք է հաշվի առնել, մշակութային կապեր կար, չես կարող ամբողջը ջնջել, չէ՞։ Եվ այս ամենը ստիպում է քեզ, որպեսզի դու նման քայլեր չանես հանգարց, որտեվ դու հələ պատկերացեք մի բան, ասենք տնտեսական կախվածություններ այնքան են նրանք այս իշխանությունն է արել միջալոց, այնքան է ուժեղացրել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որ հələ մի հատ մեր քաղաքացիներին, երբ որ իշխում են կոնկրետ ասում ենք պատկերացեք վաղը արթնացար եւ գազ չկա կամ գազի գինը շատ բարձր է ամերիկացի դիվանագետը չասեց պետք է հայ ժողովուրդը պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների։ Տեսեք, այսինքն մենք պետքա որպես օրինակ ես որպես երկրի ղեկավար քայլ անելուց առաջ ես այս հանգամանքները պետք է հաշվի առնեմ։ Դու չես կարող անել քայլեր էմոցիոնալ, sense տալ ենքան որ այն մեկին վատ լինի, այն մեկին լավություն անես, այն մեկը քեզ գովա եւ այլն։ Դու պետքա այս քայլերը անես ելնելով քո պետության ազգային շահերից։ Այո, եւ մի բան էլ տեսեք այս իշխանությունը ինչու եմ ասում կախվածությունը մեծացրել է ոչ միայն տնտեսական կախվածությունը անվտանգության մեր ժողովրդի անվտանգության հետ կապված Yandex համակարգը ամբողջությամբ վերցրել դրել է քաղաքապետարանին կողմից իրականացող ծրագրերի հիմքում։ Մայիսի 1-ի աշխատավորների օրը հնդիկ առաքիչներն էին Yandex-ներով ներկայացնում հայ ժողովրդի աշխատավորի կերպարը։ Հայտարարություն է։ Այստեղ անձնական օրինակ Yandex-ին չեմ ասում, անձնական տվյալները
անձնական տվյալներդ ամբողջությամբ այնտեղ է, Դե Google-ն էլ կիբերանվտանգության հարց կա։ Google-ն էլ ունի։ Ես ուրիշ բան եմ ասում, բոլորն էլ, այո, մենք պետք է մերն էլ զարգանանք, այնպեսի հզոր երկիր լինի, բայց ուստեղ ուրիշ բան եմ ասում, դու Ռուսաստանից կախվածությունից ես իբր խոսում, չէ՞, որ Ռուսաստանը ավելի է, հենց դա ավելի է խորացել։ Հայաստանում երբեք ոչ մի իշխանություն այս աստիճան Ռուսաստանից կախվածության մեջ մեզ չի գցել։ Բաղալը եկեք պատկերացնենք, մոռացել են բոլորը։ Պատերազմից առաջ Սիրիա զորք ուղարկել է եւ այլն։ Հələ տեսեք ինչ աստիճան են կգնի, ասեց հայտարարեց, ասեց այնպիսի աննախադեպ քայլ եմ անելու Ռուսաստանին ընդառաջ Սիրիա ուղարկեց։ Ամեն Ռուսաստանի նախագահային գովում են, սազը վերցրած, այդ 18 թվականի ապրիլ ամիսն էին։ Տեսեք, հիմա ինչ քայլեր է անում եւ հիմա նաեւ քայլեր է անում, որոնք կարող է Ռուսաստանը ընկալել, որ դա իր դեմ է։ Օրինակ միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, երբ վավերացրեց ստատուտը 2024 թվականի փետրվարին, շատ լավ էր վավերացրեց, ես ինքս դա կանեի եւ կարծում եմ դա կարեւոր է։ Բայց եթե դու վավերացնելուց հետո ոչ մի անգամ Ադրբեջանի դեմ չես դիմում, այն հանցագործությունները, որ կատարել են մեր նկատմամբ 22 թվին Ջերմուկում, Սյունիքում, Արցախի էթնիկ զտումը, եթե դու դրա համար չես դիմում, հարց է առաջանում, չէ՞, կարող է դու ուրեմն այդ երկիրը կարա մտածի, նրա դեմ է իրարել եւ այլն։ Դրա համար մենք պետք է, ես դրա համար եմ ասում, մենք պետք է իշխանություն լինենք, որը աշխատում է հանուն Հայաստանի շահերի համար, ու մենք մեր քաղաքական ուժը, ես անձամբ, ես ինքս այն մարդն եմ, այն տեխնացուն եմ, որը աշխատելու է եւ աշխատում է հանուն Հայաստանի շահերի, բացառապես Հայաստանի շահին չպահանջում, դու որևէ անգամ չես կարող թշնամանալ որևէ երկրի հետ, առավելևս եթե երկիրը քո նաեւ ռազմավարական դաշնակից է, բայց հարաբերությունները պետք է զարգանալ, անպայման պետք է խորացնել, զարգանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, օրինակ մենք ունենք մեր ծրագրում բանակի բարեփոխումների հարցում մենք պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների նաեւ փորձը վերցնենք, ֆրանսիական փորձը պետք է վերցնենք եւ գիտեք, օրինակ ես ինքս շատ աշխատել եմ եվրոպական տարբեր պետություններում, միջազգային առաքելություններում, ղեկավարել, մասնակցել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աֆրիկյան երկրներում եւ տեսել եմ ինչպես են համակարգերը ձախողվում ու ինչպես ոտքի կանգնացնել։ Ու ամեն անգամ, երբ դու անում ես քայլեր, որոնք ուրիշ պետությունների համար են, որոնք ոչ թե քո երկրի շահերն ես հիմքում դնում, դա տանելու է անխուսափելի ձախողման եւ ճակատագրական սխալների։ Տեսնում եք, պարոն Թաթոյան, որոշ օրինակ ԿՊԱՄ շրջանակներ ասում են Արման Թաթոյանը այսպես շատ ճիշտ է բանանում, ամեն ինչ հա բան, այսպես դասավորված, օրինակ էքսցենտրիկ բաներ չեք անում, չեք ճվճվում, չեք գորգորում, չեք բաներ անում, հա, աուդիտորիան փաստորեն այդպիսի բաներ է ուզում, ասում, դուք ասում եք, պետք է երկար մտածել, նոր ինչ-որ բան անել, իսկ ինքը այսպես, հա, բանա, ինչ ա եղել, պետք է զոհաբերել, այսքան ստեղ արյուն թափել, այսքան բան անել, իդեպ ինչ, տեսեք, ձեզ ասում են բան եք, որ սլիշկմ ճիշտ եք, էլի, այսպես ձեր բաներում վարքում բաներ չեք անում տենց նույն քարոզարշավի ժամանակ, չէ, բան այդ շոու է պետք, բան ցույց կա պետք։ Տեսեք, եթե մենք ունենք այսօր ինչ կառավարության ղեկավար, որը ամեն ինչ անում է, որ ծածկի, որ ինքը Ալիևի մարդը չի։ Այսօր մենք ունենք կառավարության ղեկավար, որ ամեն ինչ ղժղժոցը ինչի է ինքը գցում, չէ՞, լաչարությունը ինչի է անում, ամեն ղժղժում է, անընդհատ կեղտոտ բառապաշարով խոսում է, չէ՞, անմակարդակ բառապաշարով, բառապաշարը նայ ամոթ է։ Ես ասում ես մտածում ես իրոք, էլի ես որ լսում եմ, մտածում եմ, ասում եմ, այս ինչ ձև է, էլի պահում իրան։ Ասենք ամոթ է, տղա չես դու, ասենք, այս ինչ ձև ես քեզ պահում։ Քո ընդդիմախոսների մասին, քաղաքացիների հետ կապված ո՞նց ես քեզ խոսում, էլի։ Գետինը մտնելու բանա, որ մարդ ղեկավարը կարա իրան տենց պահի եւ ինքը ամեն ինչ անում է այս ղժղժոցները եւ այլն ճվճվոցները, որ ցույց տա ծածկի, որ ինքը իրականում այս խնդիրները, որ այսքան առաջացրել է Ալիևի մարդը չի, որ այսքան մենք խնդիրները որ ունենք մեր երկրում, օրինակ ինքը եկավ իշխանության, ասում էր 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է լինի 5 միլիոն 5 միլիոն։ Հա, բայց դուք մոռանում եք Զարե Սինանյան ունեն, որ բերել են Սփյուռքի հանձնակատար։ Նա ասեց ոնց են ուզում այդ 5 միլիոնը անեն։ Բերեն օրինակ պակիստանցիներ, հնդիկներ, արաբներ, բերեն, այսպես բնակեցնեն։ Հայերն էլ թող դուրս գան էլի։ Այդպես էին ուզում։
այդ երևի վառ երևակայություններից է գալիս, կամ էլ երևի տեսել են Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, ողջևորվել են կոզեցը ավելի առաջ անցնի։ Հիմա այս 2050 թվականի փոխարեն, որ 5 միլիոնը չէ լինելու, 2050-ին ժողովրդագրական հետազոտությունների հաշվարկներով Հայաստանում 65-ից ավել տարիք եւ ավելի տարիք ունեցող եւ ավելի բնակչությունը լինելու է 24.4%։ Հələ տեսեք, մերը դարձել են ծերացող հասարակություն։ Այսօր մեր երեխաները 1.6, 1.8 այսպես հարաբերակցությամբ են ընտանիքներում երեխաներ ծնվում։ Ասում 65 տարեկանը լրիվ ծաղկման շրջան է բիզնես սկսելու համար։ Ես չեմ ասել, դա է ասել։ Չէ, լուրջ եմ ասում, ասենք ինքն էր ասում։ Բայց մի բան, ինչի այդքան ներվ այն անում 5000 զոհերից, 5000 եւ ավելի կասեի, ու ստահակը դու ես Նիկոլ Փաշինյան, որովհետեւ ստահակը ասում բոլոր նրանց կներեք, որ ովքեր 5000 թիվը հնչեցնում են։ Ստահակը այն մարդն է, որ 5000 զոհը հնչեցնում, որ իրականում 5000 տասնյակ, եթե վերցնում եք երկու պատերազմները միասին, ինքը անարգում է հիմա երկու պատերազմների զոհերը միասին։ Այլ որ ասում է Արցախը ճակատագրական սխալ էր, ինքը երկու պատերազմների զոհերը ու բոլոր կռիվների ինչքան պատերազմ եղել է, մենք ինչքան մեզ պարտադրված պատերազմները, մեր հաղթանակները, արյունը, որ այդքան այդ թափվել է մեր երկրի համար, մարդիկ կյանքեր են տվել, այ դրանք ոչ թե 5000 են, այլ 10000-ից ավելի են, որովհետև այդտեղ նաև կան մարդիկ, ովքեր հաշմանդամություն են ստացել, խեղվել են, կյանքն է, չգիտեմ, կործանվել, ընտանիքներն են դժբախտացել եւ այլն, այդ բոլոր ընտանիքներն են ինքը անարգում է այդ բոլոր ընտանիքների հիշատակը, ու ինչ անում ազգային ժողովը հելնում ասում է, դե գիտես, ինչ կա, այս ինչքան 1000 պլյուս մինուս բան սենց զոհեր, այսինքն տպավորություն է, որ ինչ որ տես 4 հաշվարկները անում պլյուս մինուսով էլ բռնում է, գլխականակ է իր համար, բայց ինչու չի հրապարակում զոհերի, թող հրապարակի, ցանկը հրապարակեն։ Իրականում գիտեք, մեզ սա նման երկրի ղեկավար ունենալը մեզ չի սազում իրականում։ Մենք հայ ժողովուրդը հզոր ժողովուրդ է, մենք ամբողջ աշխարհով մեկ եւ տեսեք ինչ ճղճիմ հարցերի հետևից են ընկել, ինչա թե կարողանան էլի նորից իշխանություն պահեն, զոհերի անունները հրապարակելը ամենահիմնարար քայլերից է, որ մարդիկ անունով իմանան ովքեր են զոհերը, ովքեր են այս երկրի համար հերոսները, կյանք տվողները, սխրանք գործողները, ովքեր են չեն մտածել իրենց կյանքի մասին, գնացել են միջևեջ կռվել են։ Սա ամենակ մեր կարևոր արժեքներից են եւ առասարակ այս մեր հիշողությունները, օրինակ մենք ուր գնում ենք, ես առաջինը գնում եմ այն հուշարձանների մոտ ենք ծաղիկ խոնարհում եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում, որտեղ պարտք ունենք նրանց ու նրանց ընտանիքներին, որոնք որտեղ կան մեր զոհերն ու նահատակները, որովհետեւ այդ սրբավայրերը պետք է մենք գնանք հիշենք, նաեւ սերունդներին փոխանցենք, բայց եկեք մի հատ ուրիշ բան էլ ասեմ, էլի, տեսեք մեր զոհերի անունները չեն հրապարակում, կոծկում են, պլյուս մինուսով են վերաբերվում, չէ՞, բայց փոխարեն ինչ են անում, ցեղասպանության հետ կապված ասում են բանը, բերեք կազմենք հələ ցուցակներ դրանք այդքան մարդ եղել է թե չէ։ Դա տեսեք, լրիվ ըստեղ էլ արդեն եթե եթե որևէ բան մերժողական թեզն էր, որ ասում էին այդքան հայ ապրել է, այդտեղ որ մի հատ էլ զոհվեր։ Իհարկե, դա միանշանակ մեր ցեղասպանությունը մերժելու, այո, կարևորագույն այդ թեզերից է, եւ բայց այստեղ ի՞նչն է կարևոր։ Տեսեք, հենց օրինակ ադրբեջանական այս Ադրբեջանի նաև Թուրքիան էլ եկավ, հենց նրանց շահերից բխող որևէ բան է, տեսեք ինչ ուրախացած ասում է, սկսում են իշխանությունով տարածել եւ այլն։ Հենց մեր երկրին է վերաբերում, տեսեք ազգային ամբողջ ինքնությունը ամբողջը խաթարում են, ինչի որ ծածկեն սեփական սխալները, տեսեք, այս նրանք մոտիվացիան գլխավոր, սա է, որ ինչ անեն, որ հանգարտ չիմանան, ոչ մեկ չիմանա, սրա մասին փակենք, ում է պետք ճնշենք, վախացնենք, սպառնանք, աշխատանքից ազատենք, բայց հանգարտ չխոսան սրա մասին, մեր սխալները առաջ չգան։ Ես գիտեք, այս իշխանությունների օրոք շարունակել եմ լինել մարդու իրավունքների պաշտպան եւ այն ամենը ինչ հիմա տեղի է ունենում, ես ամբողջի մեջով անցել եմ։ Երբ մենք գնում ենք սահմանամերձ բնակավայրեր, զեկույցներ ենք հրապարակում ադրբեջանական փաստերը, ինձ նրանք ասում էին բացահայտ, որ երբ դուք գնում եք եւ հետապնդումների ժամանակ, երբ դուք գնում եք հրապարակում եք փաստեր, ժողովուրդը մեզ արդեն մենք ժողովրդի աչքին թույլ ենք ներկայանում։ Մենք քաղաքական խնդիրներ ենք ունենում։ Դրա համար դուք չպետք է գնաք հրապարակեք։ Այն մեքենաները մի ժամանակ որ վերցնում էին, երբ բացատրություն էի պահանջում, քննարկումներում ասում էին, գիտեք ինչ կա,
դուք գնում եք մեզ ոչ ձեռնտու հրապարակումներ եք անում, ժողովուրդն է մտածում է մենք թույլ իշխանություն ենք։ Ես էլ ասում եի այ մարդ, եւ ասում էին բանա, ինչ ասես, սկսում էին խանգարել ամեն ձև։ Այ մարդ մտածում ես, ասում ես, ո՞նց կարող ես մտածողություն լինի։ Ես իմ երկրի շահն է իմ համար ամենակարևորը։ Ինչ շատ պետք է ասենք, դու քո պաշտոնը կպահես, թե չես պահի։ Նույնը սա օրինակ իմ մեջ այդպես մեխի նման մեխված կարևորագույն թեզ է, չկապ ունի պաշտոնը։ Բայց դու ինչ ես եկել այդտեղ, հո դու չես եկել Հարստանաս։ Հո դու չես եկել անընդհատ այդ պատավատների մեջ մնաց, որ իրենք պատավատապետությունից խոսում էին, ամենաշատ այսօր մեքենաների օգտագործվող մեքենաները անվտանգության համակարգերը նրանց համար են։ Այս սա այս ազգային լուրերի ժողովրդն է խոսում, ասում են բան օտարազգի աշխատակիցներ էլ կան այդ սնայպերների վրա եւ անվտանգությանը իր ապահովող այլազգիներ էլ կան, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ օդում կախված լուրերի։ Պարոն Թաթոյան, մի երկու հարց էլ ճշգրտող, հա։ Տեսեք, նախ մի փոքր ճշտում։ Այս Հական Ֆիդանի հայտարարությունը Թուրքիայի արտգործնախարարի, որ աջակցում է Փաշինյանին, Ջեյդի Վենսի աջակցությունը Միացյալ Նահանգների փոխնախագահի իդեպ Ջեյդի Վենսին ես նամակով, փակ նամակով տեղեկացրել եմ Ցեղասպանության թանգարանում ինչ տեղի ունեցավ, որ ինքը իմանա, որպես միության նախագահ։ Նաև ասենք, որ Եվրոպական միության տարբեր եվրո չինովնիկները, հա, ինչպես ժամանակին Շարլ Միշելներն էին, այսպես աջակցությունը մեր ժողովրդի վրա դա ինչ որ ներգործություն ունենում է։ Դա ուզում եմ հասկանալ։ Օրինակ, ասում են այնուամենայնիվ այս գագաթնաժողովը ինչ որ դրական ֆոն ապահովեց, բայց հիմա մարդիկ սթափվում են, հասկանում են, որ ոչ մի բան էր դա մեզ համար, ինքը լուսանկարվեց Մակրոնի հետ, չգիտեմ, էլի անդադ տեսեք, գագաթնաժողովը համբուրվել անընդհատ գրկախան, ուրիշ բան չտվեց, բայց այս աջակցությունը այս մարդկանց, հա, որքանով է օգնում։ Գագաթնաժողովը նորից ֆիքսենք, ինքը կարևոր էր մեր երկրի համար, բայց Նիկոլ Փաշինյանը դա դարձրեց իր նախընտրական քարոզչության գործիք։ Գագաթնաժողովը կարևոր էր նրա համար, որ պետք է ազգային իշխանություն եթե լիներ, ազգային իշխանությունը այդ գագաթնաժողովը պետք է օգտագործեր հանուն իր երկրի, այդտեղ օրինակ բարձրացնեին սահմանազատման հարցերը, ադրբեջանական զորքերի դուրս գալ գերիներ, այսինքն դու վերջում պետք է փաստաթուղթ ունենալ, որ դրան է վերաբերում։ Բայց դրանց աջակցությունը իր ժողովրդի մոտ ինչ որ բան է, տպավորություն է թողնում, օրինակ ասենք թե Ջեյդի Վենսը աջակցել է կամ Կայա Կալասը, ուրեմն ես կգնամ իրեն ձայն կտամ, այդպիսի բան կա։ Այստեղ մեկ հարց կա, ընդհանրապես մեր ժողովուրդը պետք է իմանա ու մեր ժողովրդի իմաստունը, սա մեր ժողովրդին չպետք է թույլ տանք, որ նրանք հանգարց մոլորեցնեն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես մեկ մարդ կա, մեկ պաշտոնյա կա, ում մարդն է Նիկոլ Փաշինյանը։ Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, վերջ։ Ադրբեջանի ընթերցնություն Հայաստանի ընտրություններում Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ մենք պետք է ունենանք կոնսենսուս եւ մեր որովհետեւ կա սա Ալիևը, Էրդողանն էլ չեն թաքցնում։ Այն որ մեր ընտրություններում Ադրբեջանի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, սա ապացույցներով է հաստատվում, ապացույցներով եւ այն հայտարարությունները, որ արել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարանձը կառավարությունից եւ Ադրբեջանում, որ արվում են, դրանք այո ուղղված են Նիկոլ Փաշինյանի աջակցությանն ու պաշտպանությանը։ Դրա համար մեր ընտրություններում մեկ հոգի կա, որը Ադրբեջանի թեկնածուն է։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Սա կանոն է։ Այս սա է հարցը, գիտեք, որ իսկ մենք իրականում պետք է ունենանք ընտրենք իշխանություն, որ Հայաստանի շահերն է առաջ տանում։ Դա համար մենք օրինակ եւ ես բազմիցս ներկայացնում եմ մեր ժողովրդին եւ ցույց ենք տալիս, ապացուցում ենք, որ մենք ղեկավարվում ենք միայն Հայաստանի շահերով եւ իրական Հայաստանի շահերով ղեկավարվող միակ քաղաքական ուժը մենք ենք։ Ես այն տեխնացուն եմ, որը բացառապես ղեկավարվում է Հայաստանի շահերով։ Ես չեմ կախվածություն չունեմ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից, որևէ ազդեցություն չունի իմ վրա որևէ աշխարհաքաղաքական կենտրոն եւ ես չեմ ներկայացնում նրանցից որևէ մեկի շահը։ Ես առաջ եմ տանելու եւ առաջ եմ տարել որքան հնարավորություն ունեցել եմ ու ելի առաջ եմ տանելու մեր երկրի շահերը, բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը։ Պարոն Հատոյան, դուք օրինակ որ լինեիք իշխանություն, դուք թույլ կտայիք, որպեսզի Զելենսկին հերիք չի եկավ, հա, այն նույն Զելենսկին 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան ինչ զինատեսակ է տվել Ադրբեջանին, որ օգտագործվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։
այ որ գա հերիք չի, լավ արել, լավ, օքեյ, եկել ես, բայց դու այստեղ մեր ռազմավարական դաշնակից, հիմա դաշնակիցն է, ուզում եք, չեք ուզում, խզեք հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց փաստացի Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, փաստացի։ Այսինքն գա այստեղից ու հոխորտա սպառնալիքներ հնչեցնի, Ալիևը այնտեղից եթերից սպառնալիքներ հնչեցնի, կներեք, նույն այդ եվրոպացի բոլոր չինովնիկները հաթաթա էին տալիս, նաև ուղղված էր իրենց քննադատությունները, նաև Միացյալ Նահանգներին, նաև Իրանին, չէ՞, վերջի։ Սա ինձ համար էս գագաթնաժողովը, կներեք, շատ վախենալու բան է, ազդակներ տվեց, վտանգավոր մեզ համար։ Ինքը գագաթնաժողովը երբ իշխանություն, օրինակ ես լինեմ, նման գագաթնաժողովի կամ նման բարձրաստիճան միջոցառումներ, եթե հնարավորություն լինի անցկացնել իմ երկրում, անպայման կբերեմ կանցկացնեմ, բայց ես հստակ կմտածեմ այնպես, ինչ անեմ, որ կառավարվեն բոլոր ռիսկերը, որ իմ երկիրը ոչ թե վնաս կրի, այլ իմ երկիրը օգուտ ստանա։ Զելենսկու հետ կապված։ Ես էլ մեծ հաշվով դեմ չեմ, որ նա եկել էր Հայաստան, լավ, կարող էր գալ, բայց դու պետք է նկատի ունես, որ նա երբ գալիս է Հայաստան, այստեղ ռիսկեր են առաջանում, որտեղ ինքը այո, պատերազմի մեջ է այն երկրի հետ, որը քո դաշնակիցն է, կախվածություններ ունես, ինչպես ես որ ասեցի։ Եվ այստեղ երբ գալիս է Ուկրաինայի նախագահը եւ անում է սպառնում է Ռուսաստանին, ասում է մայիսի 9-ի շքերթի հետ կապված, չէ, սպառնալիքներ է տալիս, այդ դեպքում դու դառնում ես հարթակ, որտեղից հրահրվում է կոնֆլիկտ, ծրվում է երկու ուրիշ երկրի միջև կոնֆլիկտ։ Հիմա մեզ դա ինչին է պետք, մեր շահերին դա ինչ է տալիս, իմ ասածը դա է, այսինքն եթե դու քո երկիրը, ստացվում է քո երկիրը դառնում է գործիք մեր հայկական հողից, երկու ուրիշ պետություն իրար հետ լարվում են, որոնք առանց էլ պատերազմի մեջ են ու որի երկու երկրներում էլ կան հայեր, Ուկրաինայում էլ կան հայեր, չէ՞։ Ես ինքս ապրել ենք փոքր ժամանակ Ուկրաինայում, մենք այնտեղ ազգականներ ունենք, մենք շատ հայրենակիցներ ընդեղ ունենք Ուկրաինայում, այնտեղ նույնպես կա, դու ո՞նց ես քո երկիրը հարթակ դարձնում, որ գան դարձնեն այդպես կոնֆլիկտի հրահրման վայր, այլ բանա որ տեսեք մենք օրինակ ռիսկերի կառավարում աներ, հա թող գար, ելույթ ունենար, բայց ոչ այս կերպ։ Եվ տեսեք, այստեղ մի բան էլ ասում են, այս ԿՊ քարոզիչները, ԿՊ-ները ասում են բանա, դե այդ միջոցառման ֆորմատն էր տենց, դի Զելենսկին գար խոսեր, ոչ տենց չի, դու կարող էիր այդ ռիսկերը կառավարել կամ հանուն քո շահերի վերջին տարբերակով օրինակ չգիտեմ այնպես անել կարող է չգար կամ ուրիշ Ռուսաստանի երկարամյա դիվանագետ արտգործնախարարության ավակ մասնախորհրդատու պարոն Անանիևը մեծ հետ հարցազրույց ունեցավ օրերս, նա երկար տարիներ նաև աշխատել է Նյու Յորքում, նա ասաց որպես կանոն նման համաժողովներ երբ որ կազմակերպվում են, փոխանցում են նաև եկող կողմերը, հրավիրալները, այն թեզերը, իհարկե, որոնք պետք է նախապես դու պիտի իմանաս ինչ թեզերը հնչելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է, ես ինչ անեին, Զելենսկին ասեց, ոնց դու ով էիր այդտեղ, դու ոչ մի բան ես ուրեմն։ Տիկին Սերյանյան, նախապես ես ինքս շատ աշխատել եմ այդպես, հիշում եմ երբ փոխնախարար էի, հետո մարդու իրավունքների պաշտպան նաև որպես, չէ, անգամ 22 թիվը, երբ նկատի ունեմ այդ բոլոր տարիներին, երբ միջազգային միջոցառումներ էին կազմակերպում, բարձրաստիճան հյուրեր էին գալիս, նախ դու մտածում ես, այդ հյուրը ենթադրում ես, փորձում ես հասկանալ, ինքը ինչ է խոսալու գա, չէ, իր շահերը որոնք են, որտեղ ամեն մեկը գալու էր շահը առաջ տանի, ասենք իր համար ինչ էր Հայաստանը, մի հատ էս կողմ են կողմ եւ այլն, չէ, եւ դու պետք է այո ռիսկերի կառավարում նախապես թեզերը հասկանաս, դրա պատասխանները մշակած ունենաս, նախապես առաջարկես, որ չանեն ինչ որ հայտարարություններ եւ գիտեք այստեղ նաև այդ ուկրաինական այսպես շահերի հետ կապված հա կգա իր շահերի հետ կապված ինքը կանի այդ հայտարարությունները կգնա բա այդ դեպքում այդտեղ հարցը առաջ գալիս բա քո շահերը որտեղ մնացին եւ այս Ուկրաինայի հետ կապված ու Ռուսաստանի մի բան ասեմ որպեսի հանկարծ այսպես թյուրիմացությունների տեղի չստանայք մենք Ռուսաստանի հետ չունենք հեշտ հարաբերություններ եւ մենք այդ հարաբերությունները նորմալ է որ բարդ են մանավանդ այս պատերազմից հետո մանավանդ այս իշխանությունների պատճառով խնդիրները շատացել են մենք ունենք խնդիրներ ես ինքս հարցեր ունեմ ռուսական իշխանություններին պատերազմների ժամանակ սկսած երբ խաղաղապահները Արցախում էին երբ իմ հայրենակիցները գնացին այդ անվտանգության հույսով
ջերմուկում հարձակումների ժամանակ, ինչու Ռուսաստանը մեզ միջամտեց չկանխեց ավելի շուտ ադրբեջանական հարձակումը։ Սրանք բոլորը հարցեր են, որ պետք է նստենք, պարզ քննարկենք, հասկանանք ռուսական իշխանությունների հետ։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների պատճառով է եղել, բայց պետք է նստենք, քննարկենք, հասկանանք։ Սա ինքնին չի նշանակում, որ դու կարող ես լրացուցիչ հրահրումներ առաջացնել այդ երկու կողմերի միջև, որով ելի եմ ասում, նրանք իրենց, գիտեք, ամեն մեկ իր շահ ունի։ Եվրոպան իր շահ ունի, այն մեկ իր շահ ունի, եթե դու տակից առաջ տարար քոնը, միշտ գալու են այդպես քեզ դարձնեն ինչ-որ գործիք, ուրիշների կոնֆլիկտների հրահրման։ Վայ։ Չէ, տեսեք, օրինակ որոշ շրջանակներ անդադ հարց են հնչեցնում Ռուսաստանը ինչու է զենք վաճառել բանին, հա, Ադրբեջանին։ Ադրբեջանը զենք է գռնել եւ Իսրայելից, եւ այլ երկրներից, եւ Չինաստանից, բայց տեսակ Զելենսկին, երբ որ լրագրողը հարցրեց այդ ֆոսֆորային զենքերի մասին, հա, որը գործածվել էր մեր զինվորների նկատմամբ ձայն չհանեց, չպատասխանեց, թքած ուներ նա։ Ես գիտեք ինչից ամենաշատը ջղայնացա, այդ իմ հայտարարությունը նաեւ ինչու զայրացա ու միանգամից գրեցի, որովհետեւ մեր այդ գագաթ, այսինքն մեր երկիր գալուց առաջ Զելենսկին 9 օր առաջ եղել էր Ադրբեջանում։ Պայմանագրերը։ Ադրբեջանի հետ 6 պայմանագիր էին ստորագրել դրոնների համատեղ արտադրության, զենքերի, ռազմատեխնիկական համագործակցության, բանդեից թողաներ այդ հայտարարությունը։ Ինչի՞ չէր անում անդեից։ Ալիևը կթողներ, օգտագործեն իր տարածքիր երկիրը։ Այդ ամեն ինչը։ Բայց սա թողեց, այդ եմ ասում, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հիմա տեսեք ինչ հարաբերություններ են հաստատվում, չէ՞։ Ինչ հարաբերություններ, բանակցություններ են տեղի ունենում։ Ինչու եվրոպական համայնքին թույլ տվեցին նույն Միացյալ Նահանգների Ռուսաստանի ու Իրանի դեմ այդ բանը խոսույթը լինի ստեղ։ Ինչի համար։ Հենց դա է եւ այստեղից է երևում, որ տեսեք Հայաստանի շահերը առաջ տվող նման կարողություն ունեցող իշխանություն մենք չունենք։ Պետքա լինի իշխանություն, որ ամեն պահը մենք հիմա այն վիճակում ենք, որ մենք ամեն վայրկյանը, ամեն րոպեն մեզ համար կարևոր է։ Որտեղ որ միջոցառում լինի միջազգային հարթակներից, բայց ես լինեմ երկրի ղեկավար ու նման բարձր կարգի միջոցառում կա, դու մի հատ սահմանազատման հարցը չբարձրացնես։ Դու մի հատ չասես, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ Դու մի հատ չասես արցախցիների իրավունքներ կա, արցախցիները եկել են, մենք էլ էին գնացել բողոքի ակցիա են անցկացնում, իրենց իրավունքների համար ասում են արդարություն չկա, եվրոպական արժեքները չկա եւ այլն, մի հատ հարց, այդ հարցը գոնե հղում անեիր այդ մարդկանց վրա, այդ հարցը միցև հարթակ ստեղծեիր, որ բարձրացվեր, այս կստացվում է Եվրոպան մոռացել է այս ամեն ինչը, բայց ինչի՞ է մոռացել, որովհետեւ չկա իշխանություն Հայաստանում, որ բարձրացնի առաջ տանի այս հարցերը։ Այ դրա համար էլ ամբողջությամբ առաջ գնում Ադրբեջանի շահերը եւ մերը այսպես դարձրել են ուրիշ կոնֆլիկտի հրահրման ավելի սրմանվար։ Պարոն Փաթոյան, ես չգիտեմ ինչպես կանցնեն ընտրությունները, բայց ես տեսնում եմ ամեն ինչի ընդունակ են բոլոր մարդկային բաները։ Իդեպ ձեզ մի բան զգուշացնեմ, որպես տեխնացուի, վարչապետի տեխնացուի եւ քաղաքական ընտրապայքարի մասնակից։ Պատրաստ եղեք, որ կարող է օրինակ ասենք տեղամասերում ընդհարումներ առաջացնի Նիկոլ Փաշինյանը, սկանդալային իրավիճակներ, կրակոցներ, ինչի ասեք ընդունակ են, որպեսզի վախեցնեն մարդկանց։ Պատրաստ եղեք ամենավատագույն սցենարներին, հա, եւ ուզում եմ հասկանալ, Աստված մի արածցե հանկարծ ինքը կարողացավ ինքը խառնելու, ինքը հենց տեսավ ներվային անում է արդեն Washington Post-ն էր, չէ՞, նույնիսկ գրել, չգիտեմ, որտեղից էին վերցրել։ Ամերիկյան Washington Post-ը գրել էր 8% Փաշինյանի ռեյտինգը վերջերս ապրիլին։ Այն որ հենց տեսնի բան չի լինում, չի ստացվում, սեղանը շուռ է տալու, հա, այն որ վերցնում են սփռոցը քաշում, որ բոլորի տոնը փչացնեն։ Պատրաստ եք փողոցային պայքարի դուրս գալ, տեր կանգնել այս ժողովրդի տված քվեներին։ Ես մի համոզմունքով եմ շարժվում, մեր ուժը առհասարակ, որ այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է։ Նրանք հանուն իրենց պաշտոնի ու քաղաքական շահերի ամեն ինչի ընդունակ են։ Ես ուղղակի այստեղ մի խնդրանք ունեմ, ուզում եմ խնդրել մեր ժողովրդին, որպեսզի նրանք այս ամենը նկատի ունենան եւ անպայման գնան ընտրության, անպայման եւ անպայման որևէ մի անգամ չվախենան այս ԿՊ-ից, որտեվ նրանք մարդկանց մեջ տարածում են անգամ ասում են մենք մեկը իմանալու ենք դուք ում եք քվեարկելու ում օգտին եւ այլն, նրանք ժողովուրդ ջան, նրանք չեն իմանալու, չեն կարողանալու ողջել թե ով ում օգտին է քվեարկել, նրանք հատուկ են վախեցնում մարդկանց հերո պահեն ընտրություններից եւ անպայման մեր ժողովուրդը որ գնա ընտրության, որտեվ
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հույսը է, որ մարդիկ զզվեն, չգնան ընտրության եւ իրենք իրենց կարողանան այդ խախտումները անել։ Նրանք ընդունակ են ամեն ինչի, որտեվ նրանց անձերի համար, այդ մի քանի հոգու անձերի համար, իրենց համար գիշերային մղձավանջ է ուղղակի պաշտոն կորցնելը։ Ես ուզում եմ խնդրել մեր պետական մարմիններին, որ նրանք ովքեր լիազորություններ են իրականացնում, առհասարակ պետական ապարատում են, որ նրանք շատ ավելի արժանապատիվ են աշխատելու, որ Նիկոլ Փաշինյանի պես քաղաքական ղեկավարություն ունենալը ամոթ է, մեզ պատիվ չի բերում, մեր երկրին պատիվ չի բերում, որ ինքը մեր ազգային արժեքները ոչնչացնում է, գովազդային վահանակների վրա հայտնվում, բախվում, ավելիա մեր երկիրը տանում մցնում այդ ադրբեջանական ազդեցությունների լրիվ դարձնելու է մեր երկիրը ադրբեջանական մի հատ վասալապետություն։ Ես ուզում եմ ասել դիմել նաև իրավապահ մարմիններին, որ տղերք ջան, դուք ունեք բարձր որակի կրթություն, ծառայություն, դուք ձեր կոլեգաները, ձեր ընկերները այս երկրի համար կյանք են տվել, բա ով է այս մարդը, որ գա ու ձեզ խաղացնի, ձեզ օգտագործի իր շահերի համար, դուք արժանապատիվ եք, ես այնքան իրավապահ մարմիններից, տարբեր պետական մարմիններից մարդիկ եմ ճանաչում, ես աշխատել եմ ամբողջ պետական համակարգում, նրանք էլ ինձ են ճանաչում եւ գիտեմ, վստահ եմ, որ նրանք մենք շատ ունենք արժանապատիվ մարդիկ ու ես ուզում եմ խնդրել, որ հանկարծ որևէ կերպ տուրք չգնան նրանց անօրինական հրամաններին, այս խախտումների, որտեղ մենք բոլորով փրկելու, այսինքն այս վիճակից հանելու խնդիր ունենք մեր երկիրը, առաքելություն ունենք եւ բոլորս միասին, որտեղ մենք ենք ապրելու մեր երեխաները այս երկրներում, այ Նիկոլ Փաշինյանն ինչ կա, կհելնի կգնա մի տեղ կամ չգիտեմ, մի հատ իր գլխի ճարը կգտնի, ասենք թեև էլի եմ ասում, մենք օրինակ ես բռնություններին բացարձակ դեմ եմ եւ ես երաշխավորում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանի համար իրավունքի գերակայություն, անկախ դատական իշխանության պայմաններում եւ այլն, բայց ամենակարևորը, որ մեր պետական մարմինները ղեկավարվեն այս մտածողությունը, որ մենք անում ենք բոլորս հանուն մեր երեխաները բոլորը իրար հետ են, մենք բոլորս այս երկրում ենք ապրում, սա մեր բոլորի հայրենիքն է, մենք ուրիշ տեղ չունենք գնալու եւ որ որոշումները կայացնեն սրանից ելնելով։ Ինչ վերաբերում է հետընտրական հարցերի, մենք ունենք մշակած բոլոր տարբերակների համար մեր քայլերը եւ բնականաբար դրանք ըստ իրավիճակի մենք ձեռնարկելու ենք, գործադրելու ենք, գնալու ենք այդ քայլերը բոլոր իրավիճակների համար, որտեղ այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է։ Իսկ մենք ես հիմա ուզում եմ ուղղակի կենտրոնանալ պարզապես այս ընտրական գործընթացի վրա, որ մեր ժողովրդին խնդրենք անպայման գնալ, ոչ թե որ բոլորը թողեն կենտրոնանան հետընտրականի վրա։ Հա, բայց ես օրինակ առաջարկել եմ, հարգելի ժողովուրդ, ինչու է Փաշինյանն է ժամանակին ասում, հիմա համարյա կրկնում եմ նույն խոսքերը։ Ինչ տալիս են վերցրեք, տենդերներ են, չգիտեմ, պարարտանյութասերմացույա, չգիտեմ, ինչ կա, ինչից կարաք օգտվեք։ Դա ձեր փողերն են։ Դրանք պետական հանրային միջոցներ են։ Վերցնում եք։ Մի ասեք ում եք ընտրելու իրենց, ասեք հա ժպտացեք, տենց իրանց ձևով ժպտացեք, գնացեք, բայց հիշեք, որ առաքելություն ունեք, որ երկիրը Ալիևի կամակատարին չենք հանձնելու, Ալիևի տեխնացուին չենք հանձնելու։ Ալիևի շատ լավ ասեցիք, այդ դուրս եկավ։ Ալիևի տեխնացուին, այո, չենք թողնելու մեր երկիրը։ Մեր երկիրը հանուն մեր զավակների, մեր բոլորիս ապագայի է։ Սա շատ կարևոր է։ Ովքեր էլ որ ինչ որ տենդերներ են եւ այլն, այո, բոլորը պետք է նկատի ունեն, մենք աշխատում ենք հանուն մեր բոլորի ապագայի եւ ավելին ասեմ ձեզ։ Բա մենք չենք ուզում մի հատ sense հարցը տամ, էլի ես որ մեկ տեսնում եմ իրավապահ մարմիններից են մարդիկ եւ այլն, դե ճանաչում ենք բոլորին, շատ-շատերին եմ ճանաչում։ Իրենք էլ բոլորը մարդիկ գիտեք, որ ասում ենք, չենք ուզում մենք քաղաքական ղեկավարություն, որ պատվով, թասիբով, նամուսով լինի, որ չամաչես, որ գետինը չմտնեն, ասենք բանը, ուտելուց, չգիտեմ, շորերով ու չգիտեմ ինչ-որ չմաքրի բերանը, հա, օրինակ, սկսած դրանից կներեք, որ գնում է, գիտեք, մեզ պետք չի ղեկավար, որ գնում է միջազգային հանդիպումների, փոխանակ այդ հանդիպումների ժամանակ երկրի հարցերը առաջ տանի, գնա, ասենք, սկսի խնձոր ուտել, գնա, չգիտեմ, այդ վարակույրները սկսի ճղճղել, ինքը հետո նկարի գցի Facebook, դրանով ուրախանա։ Մեզ պետք չի տենց ղեկավար։ Մեզ պետք է ղեկավար, որ ամեն րոպեն վարկյանը է, մենք նենց վիճակում ենք, մեր համար ամեն վարկյանն է հաշված, մեր ամեն րոպեն է կարևոր, մենք պետք է գիշեր ցերեկ հանուն դրա աշխատենք։ Այս նման ղեկավարություն է պետք։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը
ընտրության գնալուց առաջ այս ընթացքում իր համար որոշումները կայացնի սրանից ելնելով ու մենք այլևս երբեք մենք բոլորով որոշում կայացնենք, որ նման քաղաքական իշխանություն սա մեր համար նաև ճիշտ է շատ ծանր գնով եղավ, բայց դաս լինի, որ մենք այլևս նման իշխանություն երբեք չունենանք բոլոր մեր խնդիրների էջը այս արատավոր շրջանը փակենք եւ առաջ գնանք։ Եվ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը գիտեք հարգելի քաղաքացիներ, ինչ անում է, հետո ասում է դուք եք մեղավոր։ Հա։ Իսկ հիմա նաև իր ԿՊ-ի ծրագրում գրել է, որ հա ինչպես է կործանելու հայ առաքելական եկեղեցին, ինչպես է վեհապարին բանանելու։ Վաղը ասելու է դուք եք արել։ Արցախը դուք եք հանձնել հայ ժողովուրդ, այդ զոհերը գրելու է ձեր ուսերին է դնելու, այդ արյունը, այդ ամեն ինչը։ Հիմա դրա համար, հա, պետք է հասկանալ սա։ Պետք է հասկանալ, որ միանշանակ դա նա շատ խորամանկ հերահար մտածող խորամանկ մարդ է, օրինակ կներեք հանդատ ուզում ենք ամփոփենք, բայց այնքան բան կա ասելու։ Նա տեսեք, օրինակ մարդիկ կան ասում են անկարող, ապիկար, չէ՞։ Ես մասնագիտական կարողությունների տեսանկյունից եմ ասում ստրատեգիական անկարողություն, բայց նրա դեպքում ես կարծում եմ այստեղ ոչ թե գործ ունենք մարդ ով այդպես միամիտ եկել է կրակն անգել, հա, այդ որ ասում են անմեղսունակ, չէ։ Ինքը շատ լավ գիտի։ Ինքը ծրագիր է իրականացնում։ Այսպես ասեմ, իր հանուն պաշտոնի առաջ գնալով շատ լավ գիտի ինչ է անում, շատ լավ գիտի իրեն, ինչ է պետք, շատ խորամանկ քայլերով առաջ է գնում եւ դրա համար էլ այդ ծրագրում նշել սահմանել են նման բաներ, որ հետո ամբողջը հետո օրինակ իր պատկերացման վերընտրվի ամեն ինչը անի ու հետո մեր ժողովրդին ասի տեսեք դուք եք մեղավոր, բայց որ իրանա վերաբերվում օրինակ նախընտրական ծրագրում 21 թվի ու կառավարության գործունեության ծրագրում ամենամեծ միջոցառումները չեն արվել, ձախողվել են ամբողջությամբ, սկսած դպրոցներ կառուցելու ծրագրերից մինչև մեր Արցախի այն դպրոցներում է սահմանամերձի դեպ գյուղերում դպրոցներ վերանորոգում, որոշ մանկապարտեզներ, որը պլանավորում է հանձնել Ադրբեջանին, որը պլանավորում է հանձնել։ Մեր սահմանամերձ գյուղերում, օրինակ Սյունիքում հիմնական մասը բաժին են կրում Սյունիքին եւ այն դպրոցներին, այն գյուղերին, որոնք սահմանամերձ են։ Ու այստեղ մեր պատմությունն էլ է, ինքնությունն էլ է ոչնչանում։ Դավիթ Բեկը վերցնենք։ Դավիթ Բեկ գյուղում նախադասել են դպրոցը փակել։ Դավիթ Բեկում մեր պատմական ամենակարևոր գյուղերից է։ Դպրոցը, Ատե գիտեք ով է սովորել։ Այդ դպրոցում սովորել է Արամ Մանուկյանը։ Այդ դպրոցում սովորել դպրոցը ավարտել է Արամ Մանուկյանը։ Դու ո՞նց ես այդ դպրոցը փակում։ Փոխանակ այդ դպրոցը դնես թանգարան դարձնես։ Այդ դպրոցը թանգարան նաև նկատի ունեմ կենթանի գործող դպրոց թանգարան երեխաներին Հայաստանից բոլոր տեղերից անկյուններից երեխաներին տանես այդ դպրոց Արամ Մանուկյանի մասին պատմություն իմանան դու դրես Արամ Մանուկյանի դպրոցը փակում ես բանը խորվիրապը Թարս կողմիցան նկարում Արարատ Սարը Չերևա դուք ինչ եք ասում Արամ Մանուկյանի տուն բանանի հանրապետության հա իր գրքում էլ է Թարս կողմից նկարած ինքն էլ է իրան էլ է Թարս նկարած Թարս կողմից ծածկելու իր գրքի վրա բանը ինքն էլ է Թարս կողմից նկարած շնորհակալ եմ պարոն Թաթյան մենք դեռ հուսամ մինչև ընտրությունները դեռ էլի առիթ կունենանք զրուցելու արդեն ավելի նախընտրական թեմաներով հարգելի հետևորդներ հիշեցնեմ որ իմ զրուցակից Տեր Միասնության թևեր կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանը կհանդիպենք հաջողություն ձեզ Thank you.